Խոստացել եք, իմ հյուրն է Հրանտ Բագրատյանը, բարև ձեզ պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես մի շարք թեմաներ եմ առանձնացրել, ճիշտ ասած այսօր իմ բարեկամներից մեկը ինձ հուշեց, ասում են, որ դուք բոլորդ առաջնորդվում եք Նիկոլի օրակարգով, ինքը օրակարգը բերում է եւ այդ օրակարգով առաջնորդվում ենք մի պարզ պատճառով, որովհետեւ երկիրը սոցիալ-տնտեսական սարսափելի վիճակի մեջ է, բյուջեն նույն կերպ մեծ ահռելի թալան է տեղի ունենում, որպեսզի այս թեման բացի այդ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայտարարությունները 300,000 ադրբեջանցու մասին իրենք արդեն հստակ բան խոսում են, բայց ինչպես տեսնում եք այս կողմից քար լռություն ոչ մի ձայն չկա, որ այդ 150,000 արցախցիները ուր պիտի գնան, Բաքվի հայերը ուր պիտի գնան, Սումգայիթի Կիրովաբադի հայությունը ուր պիտի գնա, բացարձակ դրա մասին խոսակցություն կա, խնդրում եմ ճշտենք, Հայաստանում եղել է 79 թվականի մարտահամարով Հայաստանում եղել է 165,000 ադրբեջանցի, Ադրբեջանում եղել է 560,000 հայ։ 89 թվականի մարտահամարով այդ մարտահամարը անցկացվել է 89 թվականի հունվարին, երբ որ արդեն լարված էին երկու ժողովուրդների միջև հարաբերությունները, Հայաստանում մնացել էր 85,000 հայ, ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում դեռևս կար 400,000 հայ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Ես խնդրում եմ այդ թվերը մի կրկնեք 300,000, որովհետև արդեն հայ լսարանն էլ անդադ ասում հայ 300,000 աղբերից ինչ պետք է անենք։ Նման թիվ չկա, գոյություն չի ունեցել, եւ հայերը Ադրբեջանում Հայաստանի ադրբեջանցիների թվականակի նկատմամբ եռակի գերակայություն են ունեցել։ Խնդրում եմ այս թվերը ճիշտ օգտագործել։ Ես սա դիտողություն չեմ անում, սիրելի Անժելա, ես գիտեմ, որ դու գիտես, որ 300,000 թիվ չկա, բայց մի կրկնեք Ալիևի ասածը։ Սա հոգեբանական գրոհ է, հոգեբանական գրոհ։ Եվ չկա որևէ արձագանք հայկական իշխանությունների կողմից, դուք լսել եք, որ օրակարգ բերի հայկական իշխանությունների կողմից կամ ինչ-որ հարթակներում, որ բա ինչ ճակատագիր է սպասում 500,000 հայությանը, որ ապրել են Ադրբեջանում, ով պետք է պատասխան տա։ Եկեք մի բան էլ ասեմ, որ գլուխները մտնի։ Եկեք մի բան էլ ասեմ, որ գլուխները մտնի։ Եվ 1979 եւ 1989 թվականի մարտահամարներում Հայաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես, քանի որ խորհրդային միությունում գրվում էր այդ ազգի ներկայացուցիչները, ինչպես հիշում եք խորհրդային անձնագրեր մենք ունեցել ենք, դուք էլ եք ունեցել, գրվում էր ԽՍՀՄ քաղաքացի, բայց ազգությունը գրվում էր, ասենք հայ։ Հասկանում եք։ Եվ որ ես ասում եմ այդ 560,000-ի մասին, նրանք իրենց ազգությունը այդ անձնագրերում, որ ստացել են Ադրբեջանում, գրել են հայ։ Խնդրեմ։ Հասկանում եք։ Հիմա վերացված է դա։ Օրինակ այսօր ենթանենք Միացյալ Նահանգներում ասում են բան Միացյալ Նահանգների citizen քաղաքացի չի գրվում ինչ ազգություն ես Ռուսաստանի Դաշնությունն էլ գրում է որ դրանք բան են այսպես ասած ռոսիյանին չնայած այնտեղ կարծեմ ինչ որ բանի մեջ ֆիքսում են ինչ ազգության ներկայացուցիչ ես դու իդեպ ավելի դեմոկրատական է մոտեցումը Գերմանիան անձնագիրը ստանում են, մեջը չի գրվում ազգությունը։ Ինչքան էլ մենք քննադատենք խորհրդային միությունը, նա գրում էր։ Այսինքն մենք կարող ենք ամեն օր պահանջել Նիկոլ Փաշինյանից, որ պատասխան տուր, ասա որ 300,000 վերջած, չէ, ուր են այդ 500,000 հայերին, 560,000 հայ, որ ապրել է Ադրբեջանում։ Հայերը ուր են։ Այո։ Ուր են։ Բաքվի կենտրոնը, կենտրոնական թաղամասը կոչվում էր Արմենի կենտ։ Եվ այնտեղ էր գտնվում բոլոր ժամանակների հայկական ամենաշքեղագույն եկեղեցիներից մեկը։ Բայց այսօրվա իշխանությունները անդադ կրկնում են, այսքան ադրբեջանցի, դե չգիտեմ ինչ, եւ պարզ է, չէ՞ որ Արցվաշենի հարցը առաջ բերեցին, ինչի համար են, ով է գնալու Արցվաշենում ապրի։ Պարզ է, չէ՞ որ այս մարդը պատրաստվում է եւ Ալեն էլ խոստովանեց, որ այո, կան նոր ինչ որ տարածքների մասին խոսեց։ Ինչ է նշանակը, որ մենք պատրաստվում ենք նոր տարածքներ տալ Ադրբեջանին։ Նորից եմ ասում։ Եվ Սուրեն Պապիկյանն էլ ասեց, դե որ ասել է, ուրեմն հիմք ունի դրա մասին ասելու, երբ որ հարցրեցին, ինչի մասին է Ալենը Սիմոնյանը խոսել։ Ալենի հիմքը Նիկոլի
նույն Սուրեն Պապիկյանների Դավաճանների ասածը պետք է լինի, դրանք Դավաճան մարդիկ են։ Գոյություն ունի 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլ։ Հայաստանի Հանրապետություն տարածքը 30157 քառակուսի կիլոմետր։ Ադրբեջանը ոչ մի էքսկլավ կամ հայկական կողմից անկլավ Հայաստանի տարածքում չունի։ Խոսքը մասնավորում է Քյարքին, Բարխուդարլի եւ Սոֆլու այսպես կոչված բնակատեղերին։ Դրա փոխարեն գոյություն ունի Արցվաշեն, որն ի դեպ այլևս անկլավ չպետք է լինի եւ շրջակա հողերով պետք է անցնի Հայաստանի Հանրապետությանը։ Ասա է վիճակը։ Սահմանագծված է, սահմանազատված ու սահմանագծված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև 975 կիլոմետր սահմանից 969 6 կիլոմետր սահմանագծված չի եղել, չեն համաձայնվել, աշխատանքները պիտի շարունակեին, սկսվեցին այս իրադարձությունները։ Այսինքն, այդ որտեղից գիտի Ալեն Սիմոնյանը, որ ասենք Քյարքին պիտի տա, օրինակ ինչ գիտի, որ Քյարքին պիտի տա։ Կարող է ուրիշ բաներ ենք տալու, ոչ թե։ Հա, կարող է ուրիշ բաներ։ Ինչի թուղթ ունես, մի հատ կլի թուղթ ցույց տաս։ Այն որ Նիկոլ Փաշյանը ընդդիմությանը բան արեց, մի պահ ասեց, ասում է քարտեզ, բերել եմ, քարտեզը բերել եմ։ Ընդդիմությունը չասում, մի հատ մոտիկ բեր տենա, մեծ քարտեզս բերել։ Չկա տես քարտեզ։ Քարտեզն այն փաստաթուղթն է, որ տակ կա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրություն։ Այն մի կողմը միակողմանի կամ այս կողմը միակողմանի 1000 տեսակի քարտեզ կարա բերի։ Դրանք ուժ չունեն։ Եթե դիմացը չճանաչա։ Սա գալիս է նրանից, որ ըստ էության հանրապետության ղեկավարության մեջ դավաճանական այս բաներին գործելակերպին բնորոշ շատ մարդիկ կան։ Նույն Մեհեր Գրիգորյանը։ Շահին ինչա, Մուստաֆայևը ինչ ես քննարկում այնքեր։ Ասում չէ, ասում Ադրբեջանը չի համաձայնում այդ քարտեզին, տղա ջան, այդ ինքը ստորագրել է, եթե դրան չի համաձայնվում, դու էլ խես քննության հիմք վերցում Ադրբեջանը ներկայացրած 76, 75, 78 թվի քարտեզ։ Այդ Իրանն է, ինքը գծել է ինչ ուզում է, թող գծել է։ Դու փաստ ունես, որ Քյարքին տրված եղել Ադրբեջանի։ Կարա ցույց տվեք էլի ժողովուրդը տեսնի, ձեններս կկտրենք, ես էլ ձայնս կկտրեմ։ Այդպեսի թուղթ կա 1926 թվական Մարտահամար Քյարքին գտնվում է Հայաստանի տարածքում եւ Մարտահամարով մտել է Մարտահամարի մեջ Տիգրանաշենը։ Այո, այնտեղ ապրում էին ադրբեջանցիները, այդպես է ստացվել, հիմա եղել է սահմաններում, այս կողմից էլ Զնաբերդը կար, սահմանից դուրս Նախճեվանում հայրերին ապրում, հետո ինչ։ Այսպես տալովուր կգնա այս պահին 30157 օրինական քառակուսի կիլոմետր տարածքից Հայաստանի Հանրապետության տնօրինության տակ գտնվում է լավագույն դեպքում 28500 քառակուսի կիլոմետր։ Դուք 1000 գործնելու մասին եք։ 1600 արդեն, 1600 քառակուսի կիլոմետր չկա։ Կհիմնավորեք, պարոն Բագրատյան, երբ որ խոսում ենք, իրենք ասում են, ինչ եք խոսում։ Ուրեմն իրանք ընդունում են, այսինքն ձեր ասած թիվը մոտավորապես Երևանի մի անգամ ենք ասել։ Երևանի ինչքան 3 Քառապատիկը 4 Երևանի չափ տարածք, արդեն Նիկոլենք տվել են Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածք։ Իրանք որ տարածքներն են ասում, որ Փաշյանն ասել է 200 քառակուսի կիլոմետր, Ալեն Սիմոնյանը ավելի մեծ թիվ է ասել, իսկ Արամ Զավենի Սարգսյանն ասել է 360 քառակուսի կիլոմետր։ Ասվել է դա հրապարականորեն ասված թիվ է։ Այսինքն իրենք ենթարենք ընդունում են, դուր գիտի, չէ՞։ Ենթարենք ընդունում են 300, որ չկա։ Բայց իրանք չեն հաշվում հետևյալը. Ա. Այն որ գնացիք 21 թվին Շուռնուխ տվիք։ Հետո Շուռնուխի բնակչությունը սկսեց բողոքել, դուք ասիք են վերևում ձեր համար ավելի լավ տուն կսարքենք։ Կամ էլ վեկալ փոխ շատ հետաքրքիր Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց տունը առնում է, հողամասն առնում է, տալիս է Ադրբեջանին։ Ո՞նց էս բան չի եղել։ Հետո որ շատ բունտ են անում, ասում արի Երևան, մտի աշխատանքի, եկամտային հարկի զեղչի հաշվին քեզ բնակարան կտանք Երևանում։ Մենակ տունը թողը տուր Ադրբեջանին, Ախպեջան։ Սա մեկ, երկրորդ։ Ամբողջ ճանապարհը Գորի, Սկապան, Ճակատեն, որը լրիվ հայկական էր, ամբողջությամբ զիջվել է Ադրբեջանին։ Այստեղ մոտարապես 340-ից 360 քառակուսի կիլոմետր, որ տվել ենք։ Երրորդ։ Ներքին հանդ տվել ենք 27 քառակուսի կիլոմետր։ 30 քառակուսի կիլոմետր Շուռնուխներ։ 370 սաղ, 27 սաղ։ Չորրորդ։ Վարդենիս, Կոթի, Խոզնավար եւ այլն այդ հատվածում
Այդ հատվածում ըստ մեր տվյալների զիջված է բոլոր արետավայրերը, որոնք կազմում էին 150 քառակուսի կիլոմետր։ Այնքան է զիջված, որ օրինակ Մաքենի գյուղը արտագաղթում է, որտեղ այդ գյուղի միակ զբաղմունքը բարձրադիր գյուղը անասնապահությունն էր։ Ամենալավ արոտավայրերը տված են, ամենտեղ ադրբեջանական դրոշներ են։ 5-րդ Գիրանցի հատվածում իբր նոր սահմանագծում արեցինք, երբ որ այստեղ 10 կիլոմետր սահմանագծում ենք նոր արել, այս սահմանն որ հիմա երկուսն էլ ճանաչում են, այստեղ սահմանում, այստեղ մենք պիտի ստանայինք, դեռևս ունեինք ստանալու մոտ 150 քառակուսի կիլոմետր, իրականում զիջեցինք 50, այսինքն ստացվում է 150 գումարած 50 ստեղ զիջել ենք, փոխանակ ստանայինք։ Եվ 6-րդ Սև լճի հատվածում, ես չեմ ուզում բան անել, իմ կարծիքով զիջել ենք մոտարապես եւս 110 քառակուսի կիլոմետր։ Այս բոլորը, որ գալու եմ 300, 500, 770, 870, ես օրինակ ստեղ ինձ մոտ ստացա շուրջ 900 քառակուսի կիլոմետր։ Բայց պատրաստվում ենք զիջել եւս առնվազն 40 քառակուսի կիլոմետր։ Դա Քյարքին է 14 եւ մոտ 26 քառակուսի կիլոմետր Իջևանում այդ ուրեմն իրար կողք գտնվող Սոֆլուի եւ Բախուդարլի։ Շատ հետաքրքիր է օրինակ Սոֆլուի պատմությունը, գիտեք ինչ կա։ Եվ որ այդ հանձնաժողովները նստել աշխատել են, այս Սոֆլուի բանը ադրբեջանցիք ասել են տվեք մեզ։ Հայկական կողմը իսկապես Վլադիմիր Մովսյանը տղամարդավարի աշխատանք է տարել։ Այո։ Եվ Մովսիսյանը մոբիլիզացվել էին բոլորը, նրան հաճախ օգնում էր Ալեքսեյ Մատվեյչ Կիրակոսյանը եւ այլն։ Եղել այս աշխատանքը։ Մովսիսյանին նույնիսկ գերի են տարել, 1-2 օր պահել են։ Հասկանում եք։ Ողորմի Այսինքն ամեն մետրի համար կռիվ են տվել երկրի։ Հա, կռիվ են տվել։ Սովետականության մեջ անգամ ամեն մետրի ասմալը պետք է լինել է իրանցը։ Ես ուզում եմ պատմել, որովհետև կենթանի է դերևս պարոն Խաչատրյանը, կենթանի է Զավեն Գրիգորյանը, որը շատ ծանր վիճակում է գտնվում, հասկանում եք, այս մարդիկ դեռ կենթանի են, հանձնաժողովների մասնակիցները, ամեն կողմից 6 ստորագրություն ա եղել, 6 ստորագրություն։ Դժբախտաբար չկա Գիպրոզեմի այդ ժամանակ Հողայնատ ինստիտուտի գլխավոր տնօրեն եւ այլն։ Հիմա նայեք։ Երբ որ նստել են, սկսել են բանակցել, մեյդան աղի Սոֆլուն, ասենք մի օր մի հանդիպում նվիրվել է Սոֆլուի բանին։ Ուրեմն մի ադրբեջանցի ինչ որ 1965 թվականի կողմերը գալիս է Հայաստան, այդտեղ անտառներ կան Իջևանի, որոնք բան են, դա ասա, շատերև անտառներ են, հա, որոնք լավ են, մշտադալար անտառներ են եւ թփուտներ են։ Այս կինը գալիս է ասում եմ մի փոքր տղա ունեմ, այս երեխաս մահանում է, բժիշկներն ասում են, որ մենք պիտի ապրենք ավելի հովտեղ, ոնց որ Հայաստանն է։ Եվ բան, այս անտառների բանի կողքը, ինձ մի հյուղակ տվեք գամ այստեղ ապրելու։ Հայերը բարձրացնում են այստեղ դերը։ Հայաստանի նախարարների խորհուրդը մերժում է։ Հետո գալիս են Ադրբեջանից նամակաբերում, այս անգամ կառավարությունից այլ մարդ, թե մի հատ բան ինչա տվեք, մի կտոր հող տվեք թող ապրի։ Էլի են մերժում։ Այս անգամ Մոսկվայից է գալիս, որոշում։ Մի հատ հյուղակ տվեք թող ապրի։ Այս անգամ հայերը դե քանի որ Մոսկվայի որոշումը կա, փոքրիկ հյուղակ են սարքում, տալիս են, այս կինն ապրում է։ Դրանից հետո մեր հանձնաժողովը 88-ին ասում է, «Էս է ձեր շնորհակալությունը»։ Դուք ամոթ չեք անում, կամ ինչ է Բախուդարլը։ Իջևան քաղաքը մինչև այս գիծը կառուցելը Հրազդանով մենք հիմա երկաթգիծ ունենք, որը մի պահ քանդված է Հաղարծինի հատվածում այսօր, բայց երկաթգիծը այդ ավելի ուշ է կառուցվել։ Իջևանը այնուամենայնիվ երկաթուղային կայարան ուներ եւ Իջևանից կարելի էր Բաքու գնալ երկաթուղով։ Կարելի էր գնալ Բաքու երկաթուղով պատտվել գալ Մեղրի իջնել, հետո Նախճեվանով գալ Երևան։ Հետո Իջևանն ու Երևանը միացվեցին երկաթգծով։ Եվ այդ կայարանը, որ կար կայարանը տվել են սպասարկելու ադրբեջանական երկաթգծին անվանել են Բախուդարլի կայարան։ Ոչ մի կապ չունի, որ այդ տարածքը որոշում չկա, որ կայարանը իր տարածքը Ադրբեջանն են պատկանում։ Հիմա լավ կլինի, որ ես բոլորն ասեմ, եւ ես բոլորը լսեն, ով է Նիկոլ Փաշյանը առաջերտին իհարկե, չնայած նա լսելու կարիք չունի, նա ես արդեն ասել եմ, նա նրանց մարդն է, հա։ Բայց լսեն Մհեր Գրիգորյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը,
Իբր նրանք ում մարդն են։ Սպասի, մեկն էլ կար։ Հա, Սարգիս Խանդանյանը, դե ցեղով, տնով, տեղով պաշտոններ են, չէ՞ ստացել։ Սարգիս Խանդանյանը, Ալեն Սիմոնյանը։ Սարգիս Խանդանյանն ասում է, այո, ասում է, կարող է պատահի մենք ոչ թե կարող է անկլավները պիտի հետ վերադարձնենք։ Եվ ասում է կատարենք սահմանագծում, սահմանազատում։ Նորից եմ ասում, դուք եք հիմար, թե մեզ եք հիմար տեղ դնում։ Լսեք, դա աուտիկին բնորոշ է չհամառություններ են։ Եթե սահմանազատում չկա, սահմանագծում չկա, դու ինչ գիտես, տալիք հող ունես։ Զարմանալ կարելի է։ Ապշել կարելի է մարդկանց տրամաբանության, ինչպես են փորձում մանիպուլացնել հասարակական կարծիքը։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես պետք է ասենք չէ, ու դրանից հետո Ադրբեջանը մեզ ավելի շատ կհարգի։ Բայց կոմպլեքս առաջ գնում։ Գիտեն, որ Ադրբեջանը գիտի, որ հաջորդ իշխանությունը հեսա կգա, կասի չէ, բայց մինչև հաջորդ իշխանությունը գա, Հայաստանը պետք է բանակ չունենա, որովհետեւ հաջորդ իշխանությունը չէ ասելուց առաջ մտածի, որ ինքը բանակ չունի։ Ինքը Նիկոլին բանակ է տվել 18 թվին։ Հիմա ստանում է չբանակ։ Բանակ չունի, սահման չունի, դիրքերը վերցրել են։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարը ասած, ես ընդհանրապես ապշում եմ այդ մարդու վրա։ Սա էլ ուրեմն աստիճանաբար Նիկոլը դարձել է Ալիևի օգնականը, Պապիկյան Սուրենը դարձել է Հաջիևի օգնականը, հա, ով է, Հաջիև է, Հաջիև է, հա, բանը, Ալեն Սիմոնյանը դարձել է Գաֆարովայի օգնականը, հետո մեր Գրիգորյանը դարձել է Շահին Մուստաֆայևի օգնականը, սենց ինտեգրվել են։ Ու ոչ մի անգամ ինձ, մեզ հնարավորություն չեն տալ օրինակ նստել Պետրոսի մոտ եւ այս բաները բացատրել։ Դրա համար ենք ասում, որ Պետրոսի մոտ այլևս հաղորդում չէ, ռոպագանդիզմ է դա։ Գեբելսյան ռոպագանդիզմ։ Այն ասուչանը, որ ամբողջ օրը հարցազրույցին հավրիon մարդիկ, որոնք կոչ են անում Ուկրաինային եւ Եվրոպային խաղաղության չգնալ Ռուսաստանի հետ։ Չէ, կոնկրետ Հակակ Հարոզը մեր դաշնակից երկրի դեմ, չէ։ Այո, կոնկրետ, ասենք, հանրային հեռուստաընկերությունը զբաղված է դրանով։ Ասենք, կարող է պետության բյուջեից, պետության դեմ։ Մի ժամանակ առաջ էր հանրային էր, թե միս ալիքներով էր, ասենք Խուրշուդ Հովսեփյանը կարող է Պուտինին անվանել Պուտլեր։ Հիմա էլ է։ Պուտլեր։ Եվ Իրան պետ անվտանգությունը չկանչի, ասում մի հատ նստի, մի հատ ցուցմուկ դու ինոագենտ ես, տղա ջան։ Այդ ինոագենտների մասին օրենքը այստեղ շատ շուտ է պետք։ Այսօր մեր պաշտոնական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է 97 թվի թղթով։ Այսօրվա պետության ղեկավարը տասնյակ անգամներ երթվել է Ռուսաստանի ստրատեգիական գործընկերության մասով։ Ու ինչ քարոզատանում իր հալիքներով։ Իր հալիքներով էլ հրավիրում է, ասենք, Խուրշուդ Հովսեփյանին, որը գնում ասում է Պուտլեր Պուտինին։ Մի հատ որ Պուտինը հանկարծ որոշում է հացի ծորենի հարցը կամ, չգիտեմ, նավթ ու գազը ինչա տեղի ունենում էս հետ, կարճ ասեք։ Ասենք որոշում է գինը մի քիչ փոխի կամ ծորենի բանը ինչա կատարվելու է։ Համար կարա գինը փոխի, այն գինը որ վաճառում է մեր գազը, այսօր գազ գներ ամեն տարի աշխարհում այնքան է բարձրացել։ Այդ գինն արդեն 2.5-3 անգամ տարբերություն է տալի Եվրոպայի գներից։ Ժողովուրդ տեսել եք, որ sense ամեն ինչից օգտվի, շատ լավ, հետո անդադ թքի այդ ումից որ օգտվում է, մի հատ է մունատ կա։ Տեսել եմ։ Հայ ժողովուրդն։ Արդեն ժողովուրդին եմ ես մեղադրում։ Չէ, իսկապես։ Ասենք ամենակես գնով ու մի րոպե, արի խոսենք էլի, մի քանի բան խոսենք։ Հիմա ինչ ես ասեմ, կասեն ռուսականը։ Արա դուք 98% բնակավայրերի գազաֆիկացիա ունեք, Ռուսաստանում 75%։ Դուք ով դառաք։ Ռուսական գազի հաշվին։ Ռուսական գազը հային ավելի հասանելի է, քան թե ռուսի։ Դուք ով դառաք։ Իսկ ինչքան են մեզ ռուսները սիրում։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժողովրդի մեջ կան շատ մարդիկ, որ հաշվի են առնում։ Կամ եկել եք անեկդոտներ եք պատմում։ Մի անեկդոտներն է, որ Բաքվից գազ ստանաք, կստանաք։ Երկրորդ անեկդոտներն է, որ մոդուլային ատոմական կդնեք։ Բա ատոմականի վրա ոնց են Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել։ Մոդուլային Ամերիկան ատոմական գոյություն չունի աշխարհում։ Արմեն Գրիգորյանը խոսում է, հիմա արդեն Ժիրար Լիպարիսյանն է խոսում։ Այդ արդեն չեղավ։ Բա դուք չեք մտածում, որ այս կյանքը, որ հիմա կա, էս էլ չի լինելու։ Ընկնելու եք Արցախից ավելի բետար օրի։ Հոդուկ բան չկա, ոչ ոք չի ասում ձեզ գնացեք քսնեք, լիզեք ռուսներին բան, բայց ես արժանապատի ձևով պահեք։ Մարդիկ որևէ հարցում մարդիկ սխալ չեն արել։ Որ հարցում են սխալ արել։
Ղարաբաղի հարցում դուք չկայնակ ասեցիք մարդիկ 5 միլիարդ դոլար փող ծախսին, խաղաղապահ ուժերը բերին դրին Ղարաբաղ, կանգնացիք հոկտեմբերի 7-ին ասեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բա որ դու այդ բանը ասում ես, Ղարաբաղը Ադրբեջանն է։ Չէ որ պիտի հասկանում ես, չէ որ Ադրբեջանը միսօր ռուսներն ասել է, դե ասեք որ Նիկոլն ասեց, հիմա լսողների մի մասը չի էլ ընկալի Նիկոլն ասեց հոկտեմբերի 7-ին Բուդապեշտում, բանի Մակրոնի հորդորով։ Ինչա, չհասկացաք որ Մակրոնը կանչեց մի կողմ Բուդապեշտում ասեց դե գնաս իրանց ու պրծի։ Ընդ որում հետաքրքիր բան ասեց Մակրոնը իրան, հետո պարզվեց Մոնդը եւ այլն այդ հոդվածները գրին Մակրոնն ասել էր մի քիչ պիտի Ղարաբաղում իջնեն իրենց բանից ստատուսից անկախության թե չգնասա ես էլ գնաց էլ ավելի ջիգարով յուղոտ ձևով հայտարարեց Ղարաբաղը Ադրբեջանն է ռուսները շշման արա բա մեր այդ խիք ընկում նոյեմբերի 9-ը այսինքն այդ նոյեմբերի 9-ը որը վատ փաստաթուղթ էր գնաց ասեց էդի չկա вообще ձերն է այդպես չի այդպես է բայց ռուսները համբերատար ասին լավ Նիկոլը Ղարաբաղը հայտարարում է Ադրբեջան չնայած Ղարաբաղի տերը ինքը չի որ հայտարարում այնուամենայնիվ դիմեց Ղարաբաղի իշխանություններին տղեկ կարող է մի հատ պարլամենտով օրենք ընդունեք հայտարարեք Ղարաբաղը Ռուսաստանի կազմում եւ դիմեք ինձ անձնագրեր ստանալու Ղարաբաղի ղեկավարությունը սա չի անում դրա համար էլ այսօր բախվում են որտեվ Նիկոլն ասել էր մի հետո ձեզ չգիտեմ ինչ կա ինչ էր ասել Արայք Հարությունյանն ինչ էր ասել հենց դա անեմ Նիկոլը չգիտեմ ինչ կանի ճիշտ է դե բա դա միջև վերջ ասեք թե չէ հիմա կասեք ասեն նրանք են այսինքն ռուսները դրանից հետո ասացին դե հիմա դուք տեսեք ինչ ուզում ա թողել Որտեղից է ամրացել հայ ժողովրդի մեջ, որ ռուս ժողովուրդը պարտք է մեզ։ Անվերջ պիտի անի, հայերն էլ թքեն, մրեն ու մունատ գան, ասեն, իրանք պարտք են, չգիտեմ ինչի։ Որտեղից է այդ ամրացել հայ ժողովրդի մեջ։ Ուզում ես անկեղծ ես պատմաբան չեմ էլի ես պրիմիտիվ բարձնակ հարց եմ տալիս, բայց իսկապես էլի ինչի նայում ես, ինչի պետք է ասենք, անվերջ տես մունատ գան Անվերջ անեն, հիմա դուք ասեցիք, չէ՞, գազը ինչ գնով է։ Այդպես մունատ եկել ենք պարսիկներին, այդպես մունատ եկել ենք բյուզանդացիներին, հռոմեացիներին, այդպես մունատ, եթե ուզում եք իմանալ, եկել ենք արաբներին, արաբները ստեղծել են Արմենիա նահանգը, կենտրոնը դրել էին Դվինը։ Աղի պես ապրում էին։ Շատերին ենք դες մունատ եկել։ Հասկանում եք, առանց գնահատելու լավությունը եւ այլն։ Եվ մեզ շատերը չեն հարգել։ Հիմա ես չեմ ասում, ես համաձայն չեմ Լորենց Արաբացու հետ։ Ես գտնում եմ, որ ավելի լավ ժողովուրդ ենք, որ 90-ականները 35 տարի առաջ չստին, որ մենք լավ ժողովուրդ ենք։ Չէ, բայց ինչի անհարմար է ասել, որ նաև այդ 30 տարի առաջ նաև եղել է ռուսական աջակցություն անհարմար է ասել պարոն Բագրատյան մենք գրավել ենք մի րոպե մենք գրավել ենք ռուսական անմիջական աջակցության մարտական գործողություն 92 թվականի մարտին ասում անհարմար է զգում ասել որ Արցախը ազատագրել ենք նաև ռուսների միջոցով այս բաներն էլ ասում ենք Ալեև Արտեն իշմարա տալիս առանց հետո մի անգամ ելույթ ունեցավ ասում որ մենք պարտվել ենք իրանք ասել են դա որ մենք իբր թե իրանք իբր պարտվել են որովհետև Գայդարը Բագրատյանը մոտ հարաբերություններ ունեն եւ այլ հետո Օգնել են չէ մեզ։ Ավելի լավ են վերաբերվել, գտել են որ ճիշտը նա է, որ Հայաստանը չպարտվի պատերազմում, բայց Ղարաբաղի հարցը լուծվի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան երակող այդ բաների միջոցով։ Ախր բաներ կան, որ նույնիսկ թու էլի մահվանից առաջ չեն կարող գրել։ Խիդուկ չեք ասում, ինչ ասում Լորենց Արաբացին, ասում է կգան կանեն վերջում ապերախ դուրս գան հայերը։ Դա չի նշանակում է ժողովրդի 100%-ն այդպես է, եկեք ճիշտ հասկանանք։ 10%-ն է այդպես, բայց այն 90% են 10-ին չի ուղղում։ Սա է մեր թերությունը։ Մենք չունենք այն 90-ը չի կանգնում ասի սուտ ես ասում։ Այսօր նույն ԿՊ-ն իր այլանդակությունները շարունակում է ռեալ ամենուրեք նույն այսօրվա պարլամենտում նրանք ընդամենը ստացել են 600,000 ձայն։ 600 եթե հավատանք։ Այդ 600,000 ձայնը 1/3-ից էլ պակաս է։ 1/3-ից պակաս։ Ու ասում եմ մենք ման։ Շատ լավ, էլի հարցեր ունեմ տալու, տեսեք, էլի փակվել է, ես ուզում եի հիմա մեկնաբանեք, տեսեք, աշխարհակաղակական ինչ է կատարվում Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ եւ այս ամենի մեջ Թուրքիայի կողմից շատ ակտիվ հայտարարություններ, մեր կողմից մի փոքր լռություն կա, Սյունիքի միջանցքի հետ կապված։ Դե ինքը այնքան թեմաներ ան նետել, որ մենք այդ թեմաները մոռանանք, դե կարծես թե նորմալ էր, էլի։ Նա էլ պիտի տան, իր ադրբեջանցիներին էլ բերի։ Ինչ է տեղի ունենում եւ ինչ փուլում է։ Այսօր կառուցում են ենթակառուցվածքները։ Մի քանի կապալառուներ շահել են մրցույթներ։ Մեղրիում մենք միջանցք ունենք
Այնպես որ սրանից հետո երբ որ բոլորդ կուզենաք գնալ Մեղրի քաղաք կամ կուզենաք գնալ Իրան, դուք կտեսնեք, որ ձեզ կստուգեն, հետո բաց կթողեն։ Ադրբեջանցիները Այնտեղ ադմինիստրացիա կնշանակվի, որը կամաց կդառնա ադրբեջանական կամ թուրքական։ կդառնա ադրբեջանական կամ թուրքական։ Տրամպը 3 տարի հետո չի լինելու հաջորդ նախագահային տասկի պետք էլ չի։ Հայտարարել են, որ միջազգը վնասաբեր է, խնդիրներ է բերում եւ այլն։ Հետևանքը հետո ինչ է լինելու։ Իրենք են նստելու հետո հայտարարել են, որ այդ միջանցքը իրանց սուվերեն տարածքն է։ Ինչքան տարածք ենք տալիս եւ ինչ է տեղի ունենում, ոնց ենք շրջափակվում։ Միջանցքի լենությունը եթե լինի, ենթարենք, չգիտեմ, ինչքան կլինի, 5 կիլոմետր, մենք այդտեղ 46 կիլոմետր սահման ենք Իրանի հետ, ուրեմն այդտեղ կտանք 230 քառակուսի կիլոմետր։ Եթե 5 կիլոմետր լայնություն լինի, կարող է 50 մետր լինի, կարող է 10 կիլոմետր լինի։ Միջանցքի լայնությունը մենակ ճանապարհը չի։ Միջանցքի հետ միասին գոյություն ունի քաղաքական ենթակառուցվածք, հասկանում եք, երբ հասկացում ինչքան տարածքի վրա է տարածվում միջանցքը տնօրող կազմակերպության լիազորությունները։ Այդ դետալները մեզ հիմա չեն էլ ասում։ Շատ լավ, քիչ առաջ այստեղ Երվանդ Բոզոյանն էր, բան թվեր ներկայացրեց, դուք էլ եք խոսել դրա մասին։ Օրինակ, պարզվում է, որ Նիկոլի ժամանակվա օլիգարխներից մեկի շրջանառությունը տարեկան 10 միլիարդ դոլար է, այս ընթացքում եղել, ասվել այդ մասին ասվել այո։ Բանկերի գերշահույթի մասին այս տարի եղել է 1 միլիարդի։ Այս տարի բանկերը կստանան 500 միլիարդ դրամի շահույթ, գուցե 480։ Տարին չի ավարտվել, մենք գիտենք 10 թե 11 ամսվա արդյունքները, մենք նախորդ տարին գերազանցում, դա չի էական։ Չէ, ես հիմա հարցնեմ, որ դուք հերթով հետո չխանգարեմ ձեզ։ Բանկ, օլիգարխիա, Նիկոլի բանկային գերշահույթներ, շատ հետաքրքիր զուգահեռներ, շատ կարևոր է կարծում եմ, որ Վրաստանի հետ է զուգահեռ անցկացում, որտեղ նույն մակարդակի երկրներ են, չէ՞, թվում է, օրինակ թոշակը ինչքան բարձր է, կրկնակի է այնտեղ մինիմումի մասին է, մնացածը շատ ավելի բարձր։ Առողջապահական հիմա փորձում են այստեղ ապահովական բան ինստիտուտ մտցնել մեզ մոտ, բարձում է, որ Վրաստանում շատ վաղուց գործում է, գիտեք, որ տարեկան մեկ շնչին տրամադրվում է մոտավորապես $8,000, այսինքն եթե 5 հոգի են 40,000 պատկերացնում եք, չէ՞, ինչի իմաստն է։ Եվ մեր այս ահռելի գնաճը։ Հիմա այս ամբողջ աղմուկի տակ դուք տեսնում եք, որ այս սոցիալական այս մեծ բաները, այս լուրջ խնդիրները ստվերվում են, բայց մարդիկ շարունակում են մնալ սրատակ։ Խնդրեմ հերթով այս թեմաներին ինչ սոցիալական ծանր ծայրահեղ վիճակի է հասցրել Նիկոլը հայ ժողովրդին։ Օլիգարխներից մեկի 10 միլիարդի մասին թվերը ճիշտ են։ Պարզապես այդ օլիգարխի մասին չենք խոսում, դրանք հիմնականում այս խաղերի հետ են կապված, խաղեր։ Դան El Vivaro, Toto Gaming, այսինքն ենթանենք երբեմն մենք խոսում ենք այս կամ այն պաշտոնյայի մասին, որը մեծահարուստ եղել նախկին իշխանության օրոք, այդ մեծահարուստի հարստությունը լավագույն դեպքում կազմում է այս օլիգարխիների այստեղ տնօրինների 2%։ Չար լեզուներն ասում են, ոչ թե չար լեզուներ, բոլորը ամենուրեք մամուլում գրվում է, որ Նիկոլ Փաշինյանը առնչություն ունի անմիջական այդ օլիգարխների հետ։ Այնտեղ է աշխատում նրա Իդեպ այսօր Անան ասել է, որտեղ որ կգտնեք, ասում է որտեղ որ կտեսնեք իմ անունը, որ ես ինչ որ բանի հետ կապ ունեմ, դե շատ է, չէ՞, խոսում, որ հիմա ահռելի մեծ սուպերմարկետինգների ցանց է ստեղծում Անայի հովանավորությամբ, ասում է ջնջեք մի անգամից, որտեղ ես կապ չունեմ։ Ախր այնքան փոքր երկիր է, ամեն ինչն էլ Ես չգիտեմ խանութի մասին, այս նրանց մոտ իրանց երեխան աշխատում, հա, անդադ եւ լուրջ պաշտոն ունի։ Երկրորդը ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, եթե առաջ անցնելով ասենք, իր ստեղծած ֆոնդը ծառայում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծախսերը կատարելու նպատակով։ Տիկին Աննան այս ամենի համար նույնպես պետք է պատասխան տա։ Հաջորդը Բանկերը այս տարի կունենան 500 միլիարդ շահույթ։ Վնասով բանկ Հայաստանում չի լինում, որտեղ հետևները կանգնածա բոլորի Նիկոլա։ Տեսեք ինչ անում ժողովուրդ։ Ասենք վերսում ասում է ով որ բանկերին պարտ կա, անուսալի պարտ կա, ես գնում եմ փակեմ։ Ասում ես չհասկացանք։ Դու բանկը իր շահույթից փակի։ Հետո կարգին վարկ տար։ Դու կարգին վարկ տար։ Հասկանում եք ինչա տեղի ունենում։ Լավ։ Լանա Անժելան հերթած վարկա վերցե հերթածը գնել նույն բանը արել է Բագրատյանը հիմա
Անժելան համարյա թե փակել այնտեղ տրվում ասեք 1, 2 կամ 3 տարում պիտի փակի։ Ասում դե դու խելոք կշարունակես փակել, բայց որ դուք չեք տվի, ասում ես քո ձեր փոխարեն կփակեմ։ Դրանից ասում այդտեղ կվերցնեմ, ասում քեզ փողը։ Բանկերն արդեն խոսում են արա, մեր բոլոր գործակները շահութաբեր են, բանկերն են ասում, որտեղ հնարավոր չի թիկունքներից կանգնած է։ Հնարավոր չի մենք դուժենք։ Փոխանակ բանկերի նկատմամբ մենք նայենք 35% շահութարկ մտցնելը, բանկերը պետք է բանկերը որտեղ առելի փող են շահում, մի շահութը շահում են այս գործարքներից, բանից exchange այդ փոխանակումների գործարքներից եւ այլն։ Բանկերը լավ կզացրեցին Հայաստան եկած ռուսներին փող կլպելով, հասկանում եք։ Գիտեք, մոռացան այդ ռուսները, զգացին որ վատա թողին գնացին։ Կամ երկու հատ ռուս էին տեսել, բնականների վարձերը բարձրացրեցին 4 անգամ։ Լավ, այս բնականների վարձը ժողովրդին է վերաբերում։ Ագահությունը սահման պիտի ունենա։ Կամ գյուղացիների վարկեր, այս մարդը հետո գյուղացիներին ասում է, ով որ անուսալի վարկ ունի, դուրս եմ գնում։ Հասկանում եք։ Հրանտ Բագրատյանի նման տնտեսագետն էլ ասում լսի, եթե փող ունես, ասենք 100 միլիարդ փող է սախսում գյուղացի վրա։ Ընկեր ջան, սուբսիդիա դուր, այսինքն ոնց սուբսիդիա։ Այս գյուղացին ծախել է խաղող, այս գյուղացին ծախել է պոմիդոր, այս գյուղացին ծախել է վաճառել է դեղց եւ այլն։ Գնում ես ստուգում ես, ասում ես 5 տոննա դեղց ես վաճառել, այնտեղ 200 դրամով, ամեն մի կիլոյի վրա ես քեզ 50 դրամ սուբսիդիա եմ տալիս։ Գնա ծախքի։ Բայց դու գնում ես այն վատին, որը վերցել է վարկը, սկի գյուղատնտեսությամբ չի էլ բան արել, զբաղվել, ըստ որում վարկ տված բանկը պարտավոր է մոնիտորինգ անել, գնալ ստուգել թե վարկը այդ գյուղացին ինչի վրա է ծախսում, այնպես որ համապարտ է բանկը չվերադարձած գումարին, բայց դու գնում ես ասում ես բանկ դու հանգիստ տեղդ նստի, գյուղացի ջան դու էլ հանգիստ տեղը նստի, ես դե ձեր փողը կփակեմ։ Դե արի ու մի հավատա, որ այստեղ 1000 մի չարաշահման, 1000 մի ատկատի տեղ է բացվում։ Հաջորդ հարցը թոշակները, նո Հայաստանում թոշակները մյուս տարի թոշակները մնացել են 50,000 դրամ, ուղիղ 50,000 դրամ է միջին թոշակը։ Այս թոշակի վրա այսօրվա սոցապ նախարարը ես մի քիչ չեմ հասկանում, այս մարդ համ կարա առողջապահության նախարար լինի, համ KGB կարան տանեն, համ սոցիալ նախարար կարան, այս ունիվերսալ, այս գազան տպեր են այ մարդ, բազային կրթություններ, լավ։ Խոսքը Արսեն Թորոսյանի մասին է։ Այս մարդն ասում է, բա չես հաշվում, որ ես գնում առևտրանում հետ ստանում այդ փողը։ Էդի որ գումարում եմ, դառնում է չգիտեմ ինչքան։ Ասում ես չգիտեմ ինչքան է դառնում։ Ասում ես ինքեր ջան, ձերի ստատիստիկայով 57%-ը թոշակի ծախսում է ուտելիքի վրա։ 50,000-ի 57%-ը 27,500 է։ 23,000-ը ծախսում է կոմունալ, ուրեմն 23,000-ն էլ ծախսում է կոմունալ բանի վրա։ Այս կոմունալ բանի վրից դու տոկոս չես ստանում, հետ չես տալի։ 27,000-ը որ ծախսի 12% հետ ես տալի։ 27,000-ի 12%-ը 3,000։ Այսինքն ձերից թվաբանությամբ չնայած էսել է սխալ։ Հիմա դա կբացատրեմ։ 53,000 է ստանում։ Հիմա այս 12%-ը դարձնում ես 20%։ 53,000-ը կդառնա 55,000։ Եվ որ դու ծրագրավորել ես, որ այս տարի 25 թվին դու կունենաս 3.5% գնաճ, այդքանը կունենաս մյուս տարի։ Տակ ինչ մնա։ Ոչ հիմա 0, մինուսա։ Մինուսա։ Բայց դու 9 տարի գաս վարչապետ աշխատես։ Հիմա վերադառնանք, ստացել ես թոշակառու 40,700 դրամ։ Այդ ժամանակավենից մինչև մյուս տարվա վերջը, երբ որ իր թոշակը կդառնա ըստ ձեր հաշվարկի 56,000 դրամ, 16,000-ով, ընդհանուր գնաճը կազմելու է 42%։ Բա 42%, 40% որ 40,000-ի վրա ավելացնում, հենա ստանում եմ 57,000, 56,000։ Բայց մի տոկոսով չբարձրացնես թոշակը։ Մի տոկոսով, չեմ ասում 10, չեմ ասում 20, մի տոկոսով թոշակ բարձրացրու։ Ռեալ։ Ամոթ չեք անում, գեդինը մտնեք։ Գեդինը մտնելու բան չի։ Առաջ անցնելով մի բան էլ ասեմ։ Այն որ կուտակային էր, այդ հիմարությունները, որ Սարգսյան Տիգրանն արել էր։ Սա եկավ կրնապատկեց հիմարությունը, ասեց, չէ։ Պետությունը կտա եւ գործատուի տեղը եւ մարդու տեղը եւ կտա ասենք 5%-ը ինչա։
22 թվի դրությամբ 8 տարի գործելուց հետո այդ կենսաթոշակային ֆոնդերի բանը ավելացել էր ընդամենը 3% ռեալ եկամուտը, որ պոլիս են բացել 3%։ Եվ որ այդ ընթացքում գնաճ արդեն մոտ 50% էր։ Հիմա ասում են լավացել է, այնտեղ երկու ֆոնդ կա, Ամունդի եւ C կվադրատ։ Թե սկսել ենք լավանալ, այն Ամունդին մեկ-մեկ ինֆորմացիա է տալիս, ինչ են արել։ Փողերը վեկալում են, հանրապետությունը տարեկան 100 միլիարդ դրամ փող դուրս գրում, փողերի մի մասով իրանք գրում են պետական արժեթղթերը, ավելացնելով մեր պետական պարտքը, իսկ սուրճ կեսը դուրս են տանում, եսի ինչ են անում։ Այդ ամենի արդյունքում ախր ժողովուրդն էլ մի հատ այն ջահել երեխեքը ջահելությունը, որ այնց լավ երեխեք կանեն, այնց լավ սովորող գերազանց չկա, մեկը մի հատ գնացել ինձ մի հատ աչքա տուր իմ պոլիսի վրա, իմ հաշվին այսքան փողա փոխանցվել 14 թվին, այսքան 15-ին, այսքան 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, ինչ ա եղել այդ փողս։ Ինչքան է ավելացել, ինչքան փող անդամներ պետությունը փոխանցեք ես, քանի կոպեկ ես ավելացրել։ Ես օրինակ բացահայտորեն եմ ասում, այնտեղ ազնիվ չի ոչ մի բան։ Այնտեղ ես տեսնում եմ մեծ կոռուպցիոն վտանգներ այդ ֆոնդերում։ Մի անգամ տեսել եք վարչապետը նստի հաշիվ տա։ Պետության փողերն են տանում, Պետությունը ինքը մտել է, ասել է ես կվճարեմ։ Նույնիսկ այն դեպքում որ գործատուն պիտի վճարի, ասեն գործատուն մասնավոր ընկերություն է։ Պետությունը գնացել է Նիկոլ Փաշյանի բերանով, ասել է այդ ցավ տանեմ, ես կվճարեմ, դու պիտի վճարես։ Եվ այսքան փող դնում եմ բյուջեից, դնում եմ աշխատողի կողմից, այսքան էլ դնում եմ գործատուի կողմից։ Մեկը տեսել եք որ հասարակությունը վերքին ասի ախպեր, մոտ $2 միլիարդ փող արդեն անում։ Հասկանում ես։ Չէ, կներես։ Ну հա, մի րոպե, այս տարի 15 թիվն է, 11 տարի փոխանցվել է, ամեն տարի, ну առաջի 4 տարին 50 միլիարդ, այդ քեզ 160 եւ 7 տարի փոխանցվել է 100 միլիարդ, 700, 1 տրիլիոն դրամ, հայ էլ $2 միլիարդ, 2.5, նույնիսկ 2.5։ Բդուք ժողովուրդ եք, բդուք հասարակություն եք, բդուք չեք ասում, հա ինքը բլբլում է սաղորը։ Սանան հաթաթալով, սանան քրֆելով եւ այլն։ Հնգեր չեմ, մեկ գնա մի հատ վերքս հաշիվ տուր, սովորական թվերով հաշիվ տուր, այլ ոչ թե Ամունդի ու բան, Մարտին Գալստյան է, կենտրոնական բանկ, մի հատ պրես տեսել եք մի անգամ մի հատ լրագրողի հետ Մարտին Գալստյան հարցազրույց տա։ Իր համար հանգիստ ապրում է։ Սա հաջորդը ինչ է, թոշակ։ Հա, Վրաստանում իրոք թոշակն երկու անգամ ավել է։ Հրանտ Բագրատյան վարչապետի օրոք թոշակը երկու անգամ պակաս ա եղել։ Եվ դուք դժգոհ էիք։ Պակաս ա եղել ձեր ժամանակ չէ։ Վրացիներն մեզ պակաս ա եղել։ Վրացիներն ոչ թե մեր։ Վրաստանն ասում էր ո՞նց եք կարող թոշակ տալ։ Մեզ էլ սովորացրեք։ Եվ դուք դժգոհ էիք ազգով։ Իբր թե։ Ինչա պիտի գնայի մի քանի ատամ հանել տայի ու հետո չգցեի, որ ասեի կարա փողել չունի ատամ գցի, որ ասեի այսը մեր տղեն է։ Այս ձևի ժողովուրդ եք դուք, բա ասում ենք 3000 տարով ժողովուրդ ենք։ Այս մակարդի կենք 3000 տարում ասել, լավ է վերջերս ատամները գցել է։ Այսպես կարելի է։ Հաջորդը, առողջապահություն։ Անժելա ջան, այստեղ կա եւ լավ բան եւ վատ բան։ Լավ բանն է, որ Հայաստանը առողջապահության ապահովագրություն չի մտցնելու։ Անահիտ Ավանեսյանը մի քանի անգամ ասես պիտի մտցնենք։ Ես իրանց ասեցի, որ առողջապահության վրայի ծախսերը առնվազն հնայի 10%-ի չափ պիտի լինեն, այս հնան 11 տրիլիոն 913 մյուս տարի, 12 տրիլիոն։ Այսինքն առողջապահության ծախսերը 10%-ը 12 տրիլիոնի 1 տրիլիոն 200 միլիարդ է։ Որ հերիքի, որ դու կարողանաս ապահովագրել, որտեղ ես գումարում եմ ինչքան են մարդիկ հիվանդանում։ Եվ ինչ արժե ամեն մի հիվանդությունը, բուժելը։ Մեր բյուջեն առողջապահությունը այն քիչ ոլորտն է, որ աճացրել են, բյուջեն աճում է թվային, նոմինալ աճում է 8%, առողջապահությանն աճում է 15-20%։ Աճելուց հետո դառնում է, եթե հիշողությունս չի դավաճում 225 միլիարդ դրամ, 6 անգամ պակաս, քան թե պետք է։ Դու ես ինչ ծևի ապահովագրություն ես անել, ուրեմն ջոգելու ես մի քանի 100 հիվանդությունների մեջ, ջոգելու ես մի քանի հիվանդություն, ասել ես ենթարեք մենակ գրիպի դեմ դեղի փողն եմ տալիս։
Կամ էլ մարդուն ասելու ես, եթե Աստված մի արած է, մարդը օնկոլոգիական հիվանդություն ունի, ասելու ես, 30 տարվա առաջվա քիմիոթերապևտ եմ անցկացրելու 30 տարվա դեղերով, որովհետև նոր դեղերը թանկ են։ Էս ինչ եք անում։ Քանի անգամ ասել եմ, ձեր մոտ չի մտի, հիշում ես այն առաջի անգամ որ մտցնում են, ուզում են 6%-ով լրացուցիչ եկամտարկ մտցնել։ Նույնիսկ եթե 6% լրացուցիչ եկամտարկ լինի, եկամտարկը 20-ից դառնա 26, այս 225-ի վրա կավելանա 100 միլիարդ։ Չի հերիքելու փողը։ Հետո նկատես մի բան, Անժելա, եթե իրանք սկսում են ապահովագրել, ես իրանք ասել եմ, այդ ձևով չի կարելի ապահովագրել, ինչ ձևով ես հիմա չեմ ասի։ Եթե դուք սկսեք այդպես ապահովագրել, ապա օրինակ այն մարդիկ, որոնք արդեն գիտեն, որ ապահովագրված են, որոնք երբեք չէին գնալու ստուգման, տարեկան առնվազն մի անգամ գնալու են ստուգման։ Եվ հնարավոր է, որ հաճախումների թիվը, չնայած մեր ցուցանիշները դեռևս լավ են, օրինակ երկիրը մի հիմար օպտիմիզացիա անցկացրեց հիվանդանոցների բանահագին փակեցին։ Չնայած այդ բոլորին հանդերձ ասենք 1000 բնակչին կնող մահճակալների բժիշկների բաների թվով վիճակը ված չի այդքան։ Բայց նույնիսկ այս բժիշկները 2-3 մեն աշխատեն չեն հասցնելու։ Ինչ նույնիսկ ես տարական տրամաբանական հարցերում իշխանությունը չունի պրոֆեսիոնալ մոտեցում։ Չունի պարզապես խելոք չեն, խելացիել չեն այդ ամեն ինչով հանդերձ։ Դեմագոգիա, մեծ խոսել, պորոտախոս արտահայտություններ դուրս տալ եւ այլն կարողանում են։ Բայց կոնկրետ գործանել այս թվաբանությունը հասկանում ես։ Շատ լավ։ Իսկ Վրաստանը գնացել է դրան։ $8,000 է դարձրել։ Սենք նրանից որ Վրաստանում ամեն մի բյուջում 30-40% էժանա, Վրաստանում դեղերի մեծ մասնակցությամբ ավելացված արժեքներ չկա։ Միայն Հայաստանից ինչ հոսք է գնում այնտեղ սրտի վիրահատություն, քաղցկեղի գնում են, չէ՞ Վրաստան։ Նո, առաջ նրանք էին գալիս տեղ, հիմա մենք ենք գնում այնտեղ, այո։ Լոռում են, ասում, Լոռու մարզի բնակիչները բոլորը գնում են բուժում ստանալու Վրաստանում։ Նո, որտեղ դեղերից առողջապահությունից նախ եւ առաջ ավելացված արժեքի հարկը հանել է։ Ես չեմ ասում հանեք, բայց փորձեք ուրիշ ձևով էժանացնել դեղերը եւ այլն։ Առողջապահությունը թանկ է մեր մոտ։ Թանկ է։ Արդեն վիրահատությունները մոտեցել են եվրոպական գներն։ Հենակ մարդիկ կետան Եվրոպայում կվիրահատվեն։ Շատ լավ, կանք եկեղեցու թեմային, արշավը շարունակվում է, ինչ խնդիր է լուծում։ Ուշագրավ քիչ առաջ խոսում էինք դրա մասին, որ փաստորեն տեսեք ինչ հետևողական է, մեր թշնամին աշխատել։ Բան ունեինք, չէ՞, պարոն Բագրատյան։ Հա, դե հիմա ադրբեջանցիները Ալիևը բան։ Դուք տեսեք տարին 10 քանի տարի առաջ իրենք արդեն այդ ուղղությամբ աշխատել են հայ առաքելական եկեղեցին քանդելու Վատիկանում մեծ իրենց մեծ փողեր են դրել, բարձր չէ, նպատակը խնդիրը որն է, ինչու համար գնացին, հանդիպեցին, ինչ պայմանավորվեցին, այսինչ համաշխարհային արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ, որ արվում է Նիկոլի ձեռքով եւ թուրքերի իհարկե հրահանգով եւ հրամանով։ Ինչ է կատարվում, ինչ է առաջարկում, հիմա այս 8 դավաճանների պատկերն է այստեղ, որ գնացին, թեպետ ասում են, սա շատ ավելի խորքային բան կազմակերպված բան է, նաև Մակունցն է այստեղ մեծ դերակատարում ունեցել Ամերիկայում, հա, թեմի առաջնորդի հետ կապեր, ինքը նաև այստեղ մասնակցություն ունի, որն է հետո ստորագրեց, ինքը ստորագրեց նաև այստեղ Խաժակ Սրբազանի անունը շոշափում, որ ինչ-որ փուլում հնարավոր է առաջ գա, այսինքն դավաճանների մի խումբ գործում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ստոպ, Սրանից մի 8-9 տարի առաջ այս ամեն ինչի հետև հաճախ կանգնած է լինում Բրիտանիա։ Բրիտանացիք Chatham House-ը տպագրեց վերջի ռեպորտը 250 էջ անգլերեն 25 թվին է եղել, առաջի երամսյակում երևի, ես լավ չեմ հիշում, գուցե եւ ապրիլին, որ այս բոլոր երկրները, որպեսզի կեն Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը այնտեղ հիշատակված էին այս 4 պետությունները, որպեսզի նրանք պրո-ռուսական չլինեն, այլև այլ երկրաքաղաքական բաներից գործոններից դուրս գոյություն ունի եկեղեցի գործոնը։ Դրանք այնուամենայնիվ արևելյան եկեղեցի։ Ճիշտ է, հայրենը հայ առաքելական է, բայց առաքելական լինելով արևելյան եկեղեցի։ Քանդել։ Մենք 14 թվին մոգոնել ենք 2014-2013 թվին մոգոնել ենք եկեղեցու մի նոր տարբերակ, որ իրանք պետք է ունենան։ Այդ եկեղեցու անունն է հունա կաթոլիկ եկեղեցի։
Այն թույլ կտա հայերին, մոլդովացիներին, ուկրաինացիներին, բելարուսներին, եւ ինչու՞ չի ապագայում նաեւ ռուսներին լինել պահպանել տրադիցիաները, առաքելական եկեղեցու, բայց որդեգրել կաթոլիկ եկեղեցու կանոնակարգերը։ Սա հայտնի բան է, Chatham House-ը տպում է եւ հանկարծ նույն վստահ Վատիկանը հանկարծ տեսնում է պարտներ Ադրբեջանի, մամեդական Ադրբեջանի։ Գուցե եւ Հռոմի Պապը օրինակ գնաց Ստամբուլ, մտել էր հայկական եկեղեցի, դրանը ուզում էր ցույց տալ, որ ձեր եկեղեցին կմնա հայկական, բայց կարող են չնայած Հռոմի Պապը պաշտպանեց կաթողիկոսին, հա։ Դե դա սպասի մի հատ, ինչեւ անմիջապես բան չանենք էլի, մի անգամից չարցակվենք իրեն։ Այնուամենայնիվ ամենալավ ճնշումը գալիս է մամեդական Ադրբեջանի կողմից։ Փաշազադեն ասում է, որ լավ եկեղեցի չէ ձեր եկեղեցին։ Այսինքն բոլոր ուղղություններով են էլի աշխատում։ Մեծ Բրիտանիա, Վատիկան, Ադրբեջան, Թուրքիա, խժռեք հայ առաքելական եկեղեցի։ Հանձնարարությունը գալիս է Նիկոլ Փաշինյանին, նա գործի անցնում։ Նա կատարում է հանձնարարությունը, հանկարծ հիշում է, որ կաթողիկոսը կուսակրոն չէ։ Կաթողիկոսի դեպ կուսակրոն է, կուսակրության թեմա կաթողիկոսը մենք չունենք։ Բացարձակապես չունենք։ Իդեպս 5-6 ամիս հալածանքները հաշվին ստուգելը ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ շատ էլ մաքուր եկեղեցի ունենք։ Բան չեն գտել վերեն։ Հիմա բան գտնեին։ Հիմա փորձեցին համոզել կաթողիկոսին ճնշել գնալ, արևմուտք համոզվեց Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը չի հերիքում։ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը արևմուտքում ընկավ, չի կարողանում կաթողիկոսին փոխել։ Այս անգամ ասացին անցեք մյուս տարբերակին։ Հիմա դավաճան մի քանի հիմարներ գտեք մեջից եկեղեցու։ Եվ փորձեք, ես վստահ եմ նրանք հավաքվեն եւ շուտով կայտարարեն նոր եկեղեցի ստեղծելու մասին։ Եվ Հայաստանը կունենա 3 կաթողիկոս։ Իդեպ ես պիտի կոչ անեի Արամ կաթողիկոսին ավելի ջանասիրությամբ պաշտպաներ Գարեգին կաթողիկոսին։ Այնտեղ ինչ որ խառը մարը բաներ է խոսում, բան չեմ հասկանում ինչա խոսում։ Շատ լավ է, որ հրապարակային ասում եք, այո, շատ ճիշտ է։ Նստի մի հատ բան ասա պաշտպանում ըստ չի խոսում։ Հստակ, դատապարտի եւ պաշտպանեն։ Լոլոլոլոլոլո։ Պերճախոս լոլոներով խոսում ես, ինչ ես անում, դա անարմար չես զգում։ Հիմա նայեք, այս Նիկոլ Փաշինյանի մոտ հավաքված մարդկանց, ես չեմ ուզում բոլորից խոսեմ։ Այդտեղ է վրթանես Սրբազանը ինչ է, Արցախի թեմի առաջնորդ։ Ժողովուրդ ջան։ Այսա։ Ուրեմն այդ բանը փակվելուց առաջ ոնց որ թե այս մարդը իմանացած էր թուրքերից, որ հեսա բան կլինի, դու ասա բլոկադա կլինի։ Եկավ իբր բուժվում է, մեկնեց արտասահման, հետ եկավ, ասեց արդեն փակա չեմ կարա գնամ։ Արցախի ղեկավարությունը ինձ մի 10 անգամ ասել, արա, կարես մի բան անես, այս թեմի առաջնորդը գա, գոնե մեկ-մեկ ես եկեղեցիների զանգերը ղողանջեն։ Առանց զանգերի ղողանջի ժողովուրդը դուրս եկավ Արցախից։ Նա հիմա էլ պարտավոր է գնալ Գանձասարին, Դադիվանկին եւ մյուս բաներին տիրություն անել։ Այո, դիմի համաշխարհային եկեղեցականների եւ ասի գնում եմ, այո, ինչու ոչ։ Դրա փոխարեն զբաղված է կաթողիկոսի դեմ մուտիլովկեքով։ Մուտիլովկեք չէ, կոնկրետ դավաճանական բանով, ինչ մուտիլովկա։ Կոնկրետ դավաճանություն է այդ մարդը։ Կամ Էնմիսեն Բենթլի-ա, ինչա հովա։ Բենթլի Սամո են ասում կամ Կճոյան։ Հա։ Սուանգով են արա։ Ես իրակի տառացիորեն վստահ եմ, որ այս ամեն ինչը մենք կանցնեի։ Ես հավատում եմ մեր կաթողիկոսի ուժին ու կամքին, ես անձամբ դա գիտեմ, անձամբ եմ դա տեսել։ Մեր պատմության մեջ եղել են, որ նույնիսկ կաթողիկոսները, բայց քիչ դավաճան են ունեցել։ Մենք ունեցել ենք կարծեմ 132 կաթողիկոս։ Ես ընդամենը կարամ ասեմ 3 կաթողիկոսի անուն, որոնք լավ չեն գործել։ Նույնիսկ այն Օսմանյան կայսրության տարիներին, կամ երբ որ այդ Պարսկաստանն Օսմանյան կայսրությունը մոտ 300 տարի կռվում էին Արարատյան դաշտում բանման, կաթողիկոսներն իրենց տեղն են մնացել։ Հասկանում եք։ Դա մեկը կարծեմ ինչ էր օզնեցի, թե ինչ որը արաբական զորք բերեց Պավլիկյան ու Թոնդրակյան շարժման դեմ։ Այստեղ էլ մի քիչ հակասական մոմենտ կա, որտեղ Պավլիկյան ու Թոնդրակյան շարժմանը պետք է շատ զգուշորեն գնահատականներ տալ, դա ինչ որ ռենեսանսի երևույթ էր եւ ես հիացած չեմ այդ որոշ շարժումները, դրանք ահռելի շարժումներ են եղել, ահռելի։ Դե նաեւ ասում են աղանդավորական շարժում, աղանդավորական շարժում։ Ինչևից է, բայց բերեց արաբական զորք, որը նրան չգիտես ինչի բոլորը համարում են, որ նա չպիտի աներ,
կարող է ազգանունը սխալ եմ, բայց կարծեմ Հովանես Օզնեցին էր 6 թե 7-րդ դարում։ Եղել է 6 Սարգիս, դա բոլորն են ընդունում, որ հաջող կերպար չէր, եւ եղել է Պետրոս Գետադար, շատ վիճելի կերպար։ Շատ վիճելի կերպար։ Մնացած բոլոր տարիներին, նույնիսկ 11, 12, 13-րդ դարերին մենք կաթողիկոսներ ենք ունեցել, որոնց շնորհիվ 12-13 տարի։ Դե կաթողիկոսի մասին խոսքը չէ, սրբազանների մասին է խոսքը, բայց թշնամին միշտ գտել է ներսում դավաճաններ եւ այդ դավաճանները հարցեր են ուտել։ Երբեք թուրքերը, պարսիկները, արաբները չեն դիմել այսպիսի քայլի, չեն կարում կաթողիկոսի վրա, փորձենք սրբազանների միջոցով։ Սա առաջին չեն դիմել։ Սա առաջին անգամ է։ Սա առաջին անգամն է հայ ժողովրդի պատմության դեմ, դրա համար պիտի հորդորեմ, որ պատմական առաքելություն է կատարում կաթողիկոս, շատ նորմալ հանգիստ դիմացի մինչև վերջ։ Եթե պարակտում է, ստեղծելու է այնտեղ առանձին կաթողիկոս, գրավելու է մի քանի եկեղեցի, թույլ չի տալու, հետո ասելու է, ես չգիտեմ, ասելու է դա իմ ճանաչած կաթողիկոսի կարգավիճակը իջեցնելու է հայ առաքելական եկեղեցու, հետո ձերբակալելու է, ինչ պիտի անի կաթողիկոսը, այսինքն ինքը ունի, չէ, իր ձեռքը մեխանիզմներ կան, համարժեք պաշտպանություն չկա։ Շատ կներես, կաթողիկոսին ինքը դուք քիչ առաջ խոսեցիք, չէ, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան ծրագրավորված միակ խոշոր կառույցն է, որ ունի ամբողջ աշխարհում հզոր ցանց, հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն իրենց խնդիրն է ցանցը ավիրել, չէ՞։ Հիմա այսպես պարակտելով ինքը շատ լավ կարողանալու է իր խնդիրը լուծել։ Այսինքն միայն կաթողիկոսի հարցը չի։ Խելացի մոտրանք հարցին։ Աշխարհում մի քանի անգամ փորձ արվել է, չի ստացվել։ Հիմա մենք ինչ օրի ենք։ Հա, հիմա մենք մեր այդ փորձ անողի գլխավորը Հայաստանի համացան ղեկավարն է։ Նո ղեկավարը ընդհանրապես Վահագն Խաչատրյանն է։ Նա էլ ասում են այստեղ մասնակցություն, ինքն էլ է թռել Ամերիկային համապատասխան մարդու հետ հանդիպել։ Հա։ Ուրեմն նայեք, նայենք ինչ եղավ հունակաթոլիկ եկեղեցին բանում Ուկրաինայում։ Եվ որ հայտարարեցին, որ պետք է հունակաթոլիկ եկեղեցի ստեղծվի, որոշ եկեղեցիներ, որոշ այսպես ասած բաներ այնտեղ հաճախ կոչվում են լավրա, там Կիևսկая, Печорская լավրա, там, չգիտեմ, Տակայա, Խմելնիցկая լավրա, и так далее, там подобное։ Այսպես բաներ կան։ Մի քանիսն անցան դրա կողմը։ Բայց հետո շատ ուկրաինացի ժողովուրդը հասկացավ եղբայր, որ իր համար գտպես գնահատեց, ավելի լավ է տարանջատվի մոսկովյան պատրիարքարանից, քան թե հունակաթոլիկ եկեղեցին, որ լրիվ պարակտի չէ։ Այդ հունակաթոլիկ եկեղեցի շատերը հետ եկան դեպի ուկրաինական պրավասլավնի ուղղափառ եկեղեցի։ Հիմա էլ այդ process-ը ուկրաինական ուղղափառ եկեղեցուն միանալ, անջատվել մոսկովյան պատրիարքարանից կանգ է առել, հասկանալով, որ հավատի նկատմամբ դա անիմաստ է, անգործունակ է։ Մոլդովայում դա ոչինչ չի ստացվել, ոչ մի չի արել, շարունակում է։ Հիմա երկար քանի ձերբակալվածներ կան, գործեր կա։ Գիտես ինչ կա հիմա, վերջերս շատերին բոլորին բաց թողեցին, մեծ մասին բաց թողեցին, որոշ եկեղեցիներ վերադարձան իրենց կարգավիճակին։ Հիմա մոտարապես սրա վատագույն տարբերակներից մեկը կարող է պատահել Հայաստանում։ Ի վերջո Նիկոլ Փաշյանը կհեռանա, հուսով եմ 26 թվականի հունիսին, ի վերջո այս բոլոր սրբազանները անշուշտ կպատժվեն, կարգալույց կարվեն, սրանք կատարյալ դավաճաններ։ Մի հատ հերթով գնանք, ձեր կարծիքը իսկապես կարևոր է։ Այս փուլում ինչ պիտի անի վեհապար հայրը, ինչ պիտի անի։ Հիմա 10-ներ չէ հրավիրված։ Եպիսկոպոսատ ժողով 10-ներ։ Հա։ Վեհապար հայրապետը իմ կարծիքով պետք է արագորեն իր կողմը հավաքի բոլոր եպիսկոպոսներին, որոնք իրեն հավատարիմ են, մեծ մասը 80-ից ավել տոկոսը այդպիսին է, մենք 75 եպիսկոպոս ունենք եւ հատկապես աշխատի քահանաների ու աբեղաների հետ։ Այդպիսի առաջարկ նաեւ արել են սրբազանները փակված, ձերբակալված սրբազանները առաջարկել են, որ ամուր լինեն իրենք նոր։ Երկրորդը, ինքը պիտի կարգալույց անի, նույն վրթանը սրբազանին կարգալույց անի, դա ինչ մարդ է։ Կարգալույց պիտի անի, սա դավաճան է սովորական։ Իսկ եթե հոգևոր խորհուրդը չընդունի դա։ Ինչ։ Եթե հոգևոր խորհուրդը չընդունի դա։ Չգիտեմ, ես հիմա կաթողիկոսը ձևեր ունի, այնպես անելու, որ մարդ։ Այսինքն պետք է խիստ լինել այս փուլում կարգալույց անել։ Պետք է խիստ լինել։ Կարգալույց անել սրբազանները առաջարկել են, որ թեմերի առաջնորդությունից զրկել այդ քանիսն են
7-8 օր մի քանիսը թեմերի առաջ կարգալույց են կանում ու ազատվում ենք այդ մարդկանցից ընդհանրապես այդպես պետք է խիստ եւ կատեգորիկ ձևով դու կարծում եք հետո դա սրելու է ասենք բանին կառավարությանը կամ Փաշյանն ասելու է այդ մարդկանց որ հրավիրել է մի մոտ կարգալույց ես անում հնարավոր է այնտեղ մարդկա հենց այնպես էր գնաց չէր հասկացում ինձ օրինակ ասում են մեկը թե երկուսը արդեն դիմել են կաթողիկոսին ասելով որ եղբայր մեզ հրավիրել էին մենք հետ ենք ուզում վերադառնալ այսինքն երբ որ ես ասում եմ կարգալույց անել պիտի մի հատ հրավիրի զրույցի ասի ինչա ուզածդ ախպեր համաշխարհային հակահայկական այս բաները միավորումները ուզում են ես եկեղեցին վերանա որ այլևս հայ առաքելական եկեղեցի չլինի քու ուզածը դա է եղբայր ինչ ես ուզում Դուք պիտի ասի փող եմ ուզում կամ կոմպրոմատ կային վրա, ինչ պիտի ասի։ Բարձի որ կամ փողի համար են գնացել կամ կոմպրոմատ։ Իսկ թվում է զրույցից հետո բավականաչափ հիմքեր կլինեն այն հաշվով թե ում կոնկրետ կարգալույց անի։ Այս կապիկությունը, կուսակրոնություն, բան, խախտել են, չգիտեմ ինչեր արել եւ ուրիշ բան։ Կաթողիկոսը ինքը կուսակրությունը չի խախտել, կուսակրոնությունը, բայց ճիշտ ասած, այլ եպիսկոպոսների սրբազանների կողմից կուսակրոնության խախտումը անձամբ ես չեմ դատապարտում։ Ես ընդհանրապես այն կարծիքին ու վերջապես դրա թարգը պետք է տալ։ Այսինքն այսօրվա դրությամբ քահանաները, աբեղաները եւ այլն ամուսնանում են, բաները խնդիր չկա, բայց նրանք ովքեր ուզում են դառնալ եպիսկոպոս, գնան դառնան arczepiskopos եւ այլն, չեն ամուսնանում։ Ես կարծում եմ որ բոլորը պիտի ամուսնանան։ Վերջապես կաթոլիկ եկեղեցին 1815 թվականին այս հարցը լուծել։ Նապոլեոն Բոնապարտը լուծեց այս հարցը։ Հասկանում եք։ Առայժմ այնտեղ է տաբուն պահպանվում է միայն նրանց նկատմամբ, ովքեր դառնում են կարդինալ կամ հավակնում են դառնալ կաթոլիկ եկեղեցու պապը։ Ես կարծում եմ այնտեղ էլ այդ կարդինալներ բաներ բոլորը պիտի ամուսնանան։ Չէ, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցերի շահարկում էլի, որ ինքը որոշել է պիտի կանոնակարգ փոխի, չգիտեմ ինչեր սահմանի, մտնի եկեղեցի կյանքի մեջ այդ մարդը, այդ իրավունքը իր վերապահել է։ Ես ասում եմ, ես այսօր հիմա այդ կարևոր խնդիրը չի։ Եվ սա ես չեմ ասում նրա համար, որ կաթողիկոսը կուսակրոնություն խախտել է, նա չի խախտել, նա հստակ բացատրեցին։ Այդ մարդը Չէ, բայց նաև ձեր տեսակետն է, որ դա կուսակրոնության հարցը պիտի մի կողմ դրի, ռեֆորմները պիտի հանվի, դա հարց չի, այո։ Ես դա ինչի համար եմ ասում, դա ինձ համար ընդհանրապես հարց չի։ Տեսեք, ես այս դավաճանա սրբազանների հաշվով չասեցի, կուսակրոնությունը բան, այնտեղ շատերն էլ ընդհանուր ոչ միայն 1, 2, 3 երեխա ունեն։ Շատերը։ Նիկոլ Փաշյանը հրավիրել։ Դա ինձ համար հարց չի։ Դա ինձ համար հարց չի։ Հարցը այն է, որ այս մարդիկ այսօր միացել են եւ դավաճանական, հերձվածողական քաղաքականություն են վարում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վեհապարի դեմ, բայց ըստ էության հայ առաքելական։ Քիչ առաջ ասեցիք, որ կազմաքանդիչ բան է սա, համաշխարհային բան է, թուրքերի կողմից պլանավորված, ֆինանսավորված քանդել հայ առաքելական եկեղեցի։ Չունեն գիտակցում այս 10 հոգին։ Հայ ժողովրդի դավաճան սրիկաներ են։ Խաղաքարտ է հայ ժողովրդի ձեռքին հայ առաքելական եկեղեցին։ Ինչի առաքելական։ Առաջին ու միակ եկեղեցին է, որ առաքյալից է ընդունել քրիստոնեությունը։ Կարծեմ Պետրոս առաքյալից։ Սա միակ առավելությունն է։ Այդ եկեղեցին, այդ փոճուր եկեղեցին ավելի հարուստ է, քան թե չգիտեմ կաթոլիկ կամ այդ բողոքական եկեղեցին, կամ նույնիսկ ուղղափառ եկեղեցին ավելի հարուստ է։ Միայն այն ինչ որ ունենք Երուսաղեմում, եթե կարողանան ձևակերպել, արժի $60 միլիարդ։ Տեսեք ինչին է ուզում համաշխարհային բանը ձեռք գցել, համ ավիրել, համ կոտրել էս ամբողջ ցանցը, ամֆետ մեծ հարստությունը։ Պատրամասին լսել է Նիկոլը, պատկերացնում եք ինչ ախորժակով է մոտենում։ Պատկերացնում եք ինչ ախորժակով է մոտենում։ Թուրքերն էլ այնտեղից ինչ ախորժակով են մոտենում, ինչ է կատարում։ Նաև նշել, նաև այդ նվազագույն թիվն եմ ասում, այն էլ մի պատրիարքարան է, որ Հայաստանի Հանրապետության արժեքը տնտեսական գնահատականները վերջերս լույս տեսավ նաև իմ գիրքը, ես մյուս անգամ քեզ կբերեմ, մեկ այկանում $92 միլիարդ է։ Շատ լավ, բայց նաև տպավորություն է, պարոն Բագրատյան, այն որ ընդդիմությունը պառակտված է, այդպես էլ չի կարողանում միանալ։ Հիմա ես չգիտեմ, ինչ որ թյուրիմացություններ են հրապարակ գալիս, դեռ չձևավորված գործիչներ են, ուժեր են, բայց առաջինը հարկ են համարում իրանց արևի, որ պիտի միավորներ շահեն նրանով, որ նախկիններին բան ասեն։ Ձեզ էլ է դա վերաբերվում իմիջայլոց։ Մի հատ ինչ որ հայտարարություն անեն, իրանց թվում է այս այդտեղից ինչ որ միավոր գունը, բայց ինչ որ կոչեր են անում, չգիտեք ինչի 10 մարդ չի ավելանում։ Նախ սրա մասին եմ պիտի խնդրեի որ խոսեք։ Եվ երկրորդ
տեսեք, մենք ասում ենք, որ պիտի շատ ամուր մնա, դուք եք կոչ անում եւ շատ ճիշտ եք անում, որ չպիտի հրաժարվի վեհապարը, ինքը շարունակի մնալ, բայց կներեք, հիմա վեհապարը ոնց պիտի պաշտպանվի, այս մարդը ամբողջ պետական իշխանական ապարատը քարոզչությամբ հանդերձ կատաղի դրել է եկեղեցու դեմ, ճիշտ է։ Այստեղ է որ պիտի ընդդիմություն առնվազն ինչ որ բաներ անի, բայց մի հատ լավ ձև է գտել այսօր ընդդիմությունը իր համար, ոչինչ չանելու, դե պիտի մեզ բանը եկեղեցուց ասեն, պիտի կաթողիկոս ասի, պիտի չգիտեմ, ի՞նչն է կաշկանդում իրենց օրինակ։ Հիմա մենք շատ ենք ասում, չէ՞ որ գլոբալիստների ձեռքն է։ Ես պարոն Բոզյանի հետ էլ ես հարցը քննարկում, Միացյալ Նահանգները Թրամփը փորձում է ազատագրվել, Եվրոպա միությունն է նրանց ձեռքում, բայց արդյոք մենք չունենք, ազգային ուժերը չունեն դաշնակիցներ, չեն կարող դաշնակիցներ գտնել այդ երկրներում, նույն Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Եվ որpիսի մեր ձայնը հասնի իրենց, ընդդիմությունը պիտի գործի, հասարակական հանրային գործիչները պիտի գործեն եւ աղմուկ բարձրացնեն, որ հայ առաքելական եկեղեցու դեմ մեծ արշավ է, քրիստոնյա աշխարհին դիմեն։ Առաջին քայլերից մեկը, օրինակ ինչ որ ակցիաներ անեն դեսպանատների մոտ 10 օր շարունակ, 5 օր շարունակ, գուցե այդ օրվա իշխանության մոտ արձագանք չէ, բայց այդ նույն ներսի ազգային ուժերի կողմից իրենք էլ կարող են բարձրաձայնել, որ այս ինչ է կատարվում։ Դրա պաշտպանության կարիքը կա, բայց տեսնում ենք, որ այս իմաստով ընդդիմությունը ոչինչ չի անում, դրել է եկեղեցու գրպանը, վեհապարը, դե ինչ կասի կանենք, դե կասի թե չի անենք, եւ այսպես Նիկոլը շատ ազատ շարունակում է գործել։ Անժելան, մի քանի հարց բարձրացրեցի, ես դա պատասխանեմ։ Նախ, որ Տրամփը, Եվրոպան, չգիտեմ, Պուտինը գլոբալիստների դեմ են։ Ոչ, իմ կարծիքով նրանք գլոբալիստների դեմ չեն, պետք է Եվրոպան ոչ, Եվրոպան պատանդ է ինվերսի գիրքը կարդալ, փոխվում է։ Գլոբալ աշխարհի մասնակիցներ չեն ուզում, որ ասենք Հայաստանը, Վրաստանը, մանր պետությունները մասնակցեն, այլ ասում են բաժանենք 7-8 կամ գուցե 9, ես գտնում եմ 8 ռեգիոնալ գերտերության, այն նրանք գլոբալ աշխարհի խնդիրներով թող զբաղվեն։ Գլոբալ աշխարհի խնդիրներն այնքան շատանում են, կլիմա, երկրագնդի տաքացում եւ այլն, որ ջանքերի միավորում է պահանջում։ Այդ ուրիշ հարց է։ Եվ այդ ընթացքում Հայաստանը մենք այնտեղ տեսնում ենք իմ գրքում գրված Հայաստանը շանս ունի, երկու շանս ունի, կամ Ռուսաստանի գլխավորությամբ ռեգիոնալ գերտերություն որպես Ռուսաստանի հետ է, կամ էլ ռեգիոնալ գերտերություն Թուրքիայի հետ է։ Հայաստանը ոչ մի եվրոպական ճակատագիր չունի եւ ես կասկածում եմ էլ որ ուկրաինական խաղացումից հետո Եվրոպան կլինի։ Անիմաստ է Եվրոպալները, դրա համար է Մակրոնը, Մերցը իրենց ճղում են, այն ինչա Իտալիայինը, Մելոնին իրենց ճղում են, որ ցույց տան թե Եվրոպա կա։ Բոլորն հասկանում են Եվրոպա չկա, ոչ տնտեսություն աճում, ոչ բան։ Եթե Եվրոպայի միության մեջ մի երկու պետություն աճում էլա, այդ այն երկրներն են, որտեղ եվրո չկա, Լեհաստան կամ Չեխիա։ Մնացածը մեռած վիճակ է։ Սա մեկ։ Սա երկրորդ հարցը, որ դու տվեցիր, ասեցիր ինչ ենք մենք անում։ Դե մենք ինչ ենք անում, ես ինչ եմ գալի, խոսում եմ, գիրք եմ հրատարակել, թռել եմ արտասահման դասախոսությունների։ Ինչ է կաշկանդած ընդդիմությունը, ինչի ոչ մի բան չի անում։ Այս մարդու ձեռքերը ազատ, ինքը հարձակվել է հայ առաքելական եկեղեցու վրա։ Ոչ կանեի ընդդիմության մեջ, հատկապես նրանք ովքեր ռեսուրսներ ունեն, չերկնչեն այն երկրներին չեն երկնչում, ասենք Միացյալ Նահանգներ, լավ, եթե դուք ինչ-որ միջոցներ մի րոպե, որ իրանք հանդես կան, ասենք կազմակերպեն, մեծ հաճույքով կմասնակցենք, մարդիկ կտրամադրենք, 50-100 մարդ միշտ կարող ենք մենք տրամադրել, մի 50-100 մարդ մյուսը տրամադրի, որ ես վստահ եմ, որ եթե օրինակ Դոնալդ Տրամփին ասվի ինչ է կատարվում Հայաստանում, նա ասել է չհասկացա, մենք այնտեղ զբաղվել ենք միջնադարյան ինկվիզիցիայով ենք զբաղվում, Այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյան, դա ինկվիզիցիա է, դա ինքը ինչ է, պատկանում է Իգնասիո Լոյոլայի միաբանությանը։ Բրավո, պարոն Բագրատյան, հիմա պիտի վեհապարը հրավիրատոմս ուղարկի, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն, գնան դեսպանատան մոտ աղմուկ բարձրացնեն, որ դա էլ հասնի Թրամփին, Թրամփն ասի, ես ինչ են անում, ինչի չեն անում, դրա մասին է խոսքը, ինչն է կաշկանդում։ Դե Միացյալ Նահանգները այո պիտի գնացվի։ Հարգելի Ֆրանսիայի դեսպան, հարգելի Ռուսաստանի դեսպան, հարգելի Միացյալ Նահանգների դեսպան, այն ինչ որ մենք այսօր անում ենք եկեղեցում, այդ նույն ինկվիզիցիան է։ Լսած կաք Իգնասիո Լոյոլայի մասին։ Փաշյանը դարձել է Լոյոլան։ Չնայած նրա երազանքը իհարկե Բենուտո Մուսոլինին է, որպես ղեկավար, բայց այնուամենայնիվ ինքը բան ուզեր թե չուզեր դարձավ Իգնասիո Լոյոլա։ Ինչպես պայքարեց Եվրոպան ինկվիզիցիայի դեմ, երկար տևեց, չարչարվեց,
Չգիտեմ, տեկտոնական օրդեն ստեղծեց, բանը Սուրբ Ֆրանցիսկի օրդեր ստեղծեց, ասպետների կարգ բանայց, որ կարողացան հաղթարել եկեղեցին։ Տեսեք, ընդդիմությունը լոլոներ է կարդում, որ այն մեկը Իրանն է գցում, այն մեկը մենք չենք ուզում նախկինի, չգիտեմ, մեր ձևով եկելա չես հասկանում ինչ է անում, այնտեղ երկրորդ, երրորդ նախագահները էլ ինքած հələ դեռ բացատրում են, թե Արցախի հիմնախնդիրը մադրիդյան սկզբունքն է, չգիտեմ ինչ են բացատրում, այս փուլում նստած ինչ են խոսում, գոնե այս են թեման է, որ կարող են միավորել կոնկրետ բանել, չեն անում։ Կանեն։ Ինչ նշանակում կանեն։ Այս արդեն դավաճանական։ Թող մի հատ պատասխանեմ, նախ պետք չի մեր ձևովին կպնել, պետք չի առաջի երկրորդ։ Ես ասում եմ գոնե այս հարցը այն հարցն է, որ բոլորը միավորվեն։ Առաջի երկրորդ երրորդ նախագահների կպնել, առաջը մտցնան։ Մի հատ մարդ է, որ պաշտպանում եմ դուք եք։ Ասում եմ պետք չի կպնել, քեզ չեմ ասում, ասում եմ պետք չի կպնել, իրան եմ ասում, վայ։ Հազիվ կամաց ինչ որ ծիլեր են երևում միանալու, պետք է դա խրախուսել։ Երևում է որ։ Ինձ համար այսօր կարևորը, երբ որ ինձ ասում են մեզ լավ վերաբերվի, չասեմ, վերջերս նորից նոր ձևորս քաղաքական ուժ մի 3-4 ամիս առաջ է ձևորվել, ասում են լավ վերաբերվենք իրար հետ, մենք լավ բաներ ենք ուզում, ես ասում եմ մենակ ասեք, դուք այս իշխանությանն ու այս ԿՊ-ին դեմ եք, թե չէ։ Այսքան բան ասեք, ես ձեր հետ խնդրեմ չունեմ։ Բոլորն ասում են։ Չէ, Խաչատուր Քոքոբելյանի տեխնացուի նման Էջմիածնում ոնց էր ասում, վաղաշապատում ասում է, ոչ ենք, ոչ ես ենք, ոչ սա ենք, ոչ նա ենք, մի քիչ են տենց էլի, տենց չկան ուժեր, կան էլի, կասեն որ տենց ոչ տենց։ Այստեղ մի հատ հարց կա։ Գոլջուր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Կարմիր գիծ է։ Ինքը անցել է բոլոր տեսակի այնպիսի նորմեր, որոնք հայ ժողովրդի գոյաբանական հիմքն են կազմում։ Այսինքն իրանք ինձ ասում են, կարա, այս եկեղեցին չի ասում, լավ կարա։ Կարա, Ղարաբաղի մասին խոսք չլինի։ Մուշի մասին ես քեզ չբերեցի այն չինացու գիրքը 2 օր առաջ ցույց էի տվել, բանի մոտ չինարեն 975 էջ։ Չի Պեջինգի գիրքը։ Եվ հայերեն 2.500։ Գիրքը Հայաստանի պատմությունն է, բայց անվանել է հայկական քաղաքակրթության պատմություն, այդպիսի գիրք այդ մարդը։ Այո, այդպիսի գիրք, երբ որ դրա աղբյուրագիտությունը նայում ես, ուզում ես ասել պատմաբան, անուն չեմ ուզում տամել մի երկու հատ ակադեմիկ, գնաս ես մի հատ գիրք գրի։ Հետո շի էս աշխատանքը տարվում է, մարդիկ գրում են, նույնիսկ այդ գիրքը, գիտես, ինչքան ռեսպեկտաբելնի բան է ինքը, հասկանում եք դուք։ Երևի մի օր թարգմանենք այդ մարդուն չեն կարողանում հրավիրել դասախոսության, որտեղ նա համարում է, որ Արցախը հայկական քաղաքական օջախ է, Մուշը բանը հայկական քաղաքական օջախ։ Եվ գրում է տենց, եւ տպում է, եւ այդ գիրքը վաճառվում է, ինձ 5 օրինակ նվիրեց, ես մեկն եմ կարողացա բերել, որտեղ 7 կիլոգրամ է գիրքը։ Չինարենով է։ Չինարեն է։ Այդ գրքի խաթր արժ չինարեն էլ սովորել, ինչ ա եղել։ Մի 6-7 լեզու սովորել ենք, մի հատ էլ սովորենք արդեն, ինչ անենք։ Այսինքն որ աշխատանք չեն այս ձևի գրքեր են գրում։ Ցույց տվեք մի հատ սփյուռքայ, բացի Ռիչարդ Հովանեսյանից, որը հատորներ է գրել, որ թեկուզ էս բան արի։ Ես չեմ ասում, որ մենք ասենք գրանք Վարասյունին քննադատենք, հա, գիտեք ինչ կա։ Այսքան էլ է գրել լի լավ։ Բայց մեր հայերը Պատմության ինստիտուտը դա 5 975 էջ է, հայերեն 6.500 էջ է։ 5 հատոր, նա կարող է տես բան գրի։ Մանավանդ հիմա, որ Փաշյանը կարդալու ասելու ես չեղով։ Հիմա մեր այդ ինքնությունը վրա հարցակվել է։ Մարդը հարցակվել է։ Մենք պիտի պաշտպանվենք։ Այո, հարցակվել է։ Մարդը իրան դրել է ինկվիզիտորի տեղ եւ հարցակվում է մեր վրա։ Կապ չունի, ինքը իր ամոթում է հրավիրում, Բենտլի հրավիրում, դավաճան Սարփազան, Էմիսը երեխա ունի, հոմոսեքսուալիստ է, ինչա դե վաբշե իրան չի հետաքրքրում։ Ինչա իրան իրավունք վերապահում ասի, սեն։ Դե մարդը գտնում է, որ եթե ինքը ասի, պատասխան չի ստանա։ Չէ, բայց իր կողքին նստած հիմա մենք իրար հետ խոսում ենք, ես դուրս կամ գնամ, նոր ճնշումներ կլինեն անպայման։ Այդ է։ Բայց ոչինչ, սենց բաներ եղել են, սենց ճնշումներ եղել են։ Ոչինչ։ Մեր կաթողիկոս ենք ունեցել, որ պայքարել է մեր համար, Շահաբասը հավաքում էր հայրին տանում էր, իր կարծիքով ված բան չէր անում Շահաբասը, այլտես պատկերացու 17-րդ դարի սկիզբը։ Շահաբասը գալիս ասում հայր, շատ լավ ժողովուրդ եք, ես էլ լիքը դատարկ տեղ ունեմ, տանեմ, միայն Իսպանում մենք 30 եկեղեցի ունենք կառուցած, հասկանում եք, ձեզ տանեմ ընդեղ, առևտրի մենաշնորհ տամ ամեն ինչ, ապրեք էլի ինչ եք ուզում, այստեղ պիտի ապրեք, ես այստեղ պատերազմ ունեմ Թուրքիայի հետ։ Բայց ոչ կաթողիկոսն է հելը գնացել, ոչ մյուսը։
պատկերացնում եք սով ա եղել։ Այո, երբ որ մեկ Թուրքիան ասում են բանդեղ հայ չկար բան, մի պահ որ Շահ Աբբասը դատարկեց, շատ քիչ հայ է մնացել։ Մենք շատ ծանր օրեր ենք ունեցել։ Բա դուք կարծում եք, բա դուք Շահ Աբբասը, եթե ես համեմատեի Շահ Աբբասի Նիկոլ Փաշինյանի հետ, Շահ Աբբասը շատ ավելի դրական կերպար է։ Առավել ակտիվ պիտի լինի վեհապարը հայ առաքելական եկեղեցի, թե դա մեր գործն է։ Ոնց է ասում գրողը, հետևը սուր, առաջը ջուր, հիշում եք, ոնց է գրել։ Հիմա իր գործն է, թե մեր բոլորիս գործն է։ Ինչը։ Բոլորիս գործն է, ինքը թող մեկ հրավիրի խորհրդակցության ճանաչի։ Թող հրավիրի ինֆորմացիա տա քաղաքական ուժերի հետ, ընդդիմադիր իհարկե քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիա ունեցել։ Թող ԿՊ-ին հրավիրի, դա չի է թա։ Այնտեղ ով կա այն դաշտում, Արամ Զավենի Սարգսյանը հրավիրի, դա չի է թա։ Հա, կարած Զենհանի Արամ Զավենի Սարգսյանը որ կամ Տիգրան Խզմալյանին հրավիրի։ Խուրշուդ Հովսեփյանին հրավիրի։ Այո, թող իրանց էլ հրավիրի։ Ասի տղա ջան, Նիկոլաս է ասում, դուք ինչ եք ուզում։ Ֆիքսենք։ Ով կա այնտեղ Նիկոլին հարող քաղաքական ուժերից, հարող են, հարող չեն։ Երբ ուժեր կան, որ չես իմանում ինչ են։ Դե հիմա չես իմանում ինչ են, Հիմա, բայց դու անուններ տվեցի եւ 3 նախագահան, եւ մեր ձևով շարժումը, եւ ասենք հայեղապական դաշնակցությունը։ Դաշնակցությունը, թող հայակվեն կուզես իմանալ, Արման Թաթոյանի շարժումը։ Իհարկե ես կուզենայի դրանք միավորվեն։ Միավորվեն։ Բայց ինչ։ Գագիկ Ծառուկյանն։ Ծառուկյանը թող հայտարարի, որ ինքը դեմ է Փաշինյանի։ Չի ասել դες բան։ Ծառուկյանը թող հայտարարի։ Այդ դեպքում լրիվ ուրիշ վերաբերմունքի կարժանա։ Կարող է Ծառուկյանը չէ ուզում մտնի քաղաքականություն, ես ինչ իմանամ։ Հասկանալի է։ Սամվել Բաբայանը թող հայտարարի, որ ինքը դեմ է Փաշինյանին։ Օրինակ Ծառուկյանը Քրիստոսի արձաննակառուցում ունիկալ բան անում, շատ ունիկալ։ Ինքը դեմ է կաթողիկոսին, թե Նիկոլին է դեմ։ Հա, պիտի հիմա այն բանը որ դի բոլորը խոսեն։ Բա ես ինչ իմանամ։ Այսինքն լոլոների ժամանակ չի։ Արամ առաջինն է, մյուս Արամ առաջինը թողելն է հայտարարել։ Քաղաքական ուժերն է, դե առաջին նախագահը ասել է, երկրորդը ասել է, որ առաջին, երկրորդ, երրորդ ասել են։ Այո, դուք ասել եք։ Նրանք լրիվ մատիվել են այս ֆոնի վրա։ Ուրեմն նրանք ինչ որ այդտեն զանցանքներ չունեին, որպեսզի ձեռնպա մնային։ Հելան արտահայտվեցին։ Ծառուկյանը պիտի ասի, Բաբայան Սամվելը պիտի ասի, Արամ առաջի կաթողիկոսը պիտի ասի, որ ես հասկանամ ինչոցա։ Հայակվեն ասել է դեմա խոսել։ Թաթոյան Արմանը դեմա խոսել։ Հասկանում եք։ Դա մի քիչ ուրիշ վիճակ է։ Ես օրինակ առաջարկեցի 3, որ Պարքև Սրբազանն է պիտի խոսի։ Հա, Պարքև, ես չգիտեմ որտեղ է։ Միացյալ Նահանգներում է։ Բուժվում է կամ ինչի հասկացանք, բայց խանգարում է որ երկու նախադասություն ասի, ես հայ առաքելական եկեղեցու կողքն եմ, վեհապարի կողքն եմ եւ դավաճան սրիկ եմ։ Մտավորականություն կա թե չէ։ Երկու ակադեմիկոս պատմաբան կան, բանը Մելքոնյանը եւ Սաֆրասյանը, նրանք ինչ են մտածում, ես հարց եմ տալիս։ Բան չեք ակադեմիկոս։ Իրանք հիացած են Սուրեն Պապիկյանի։ Չես ասեք իրանք հիացած են Սուրեն Պապիկյանի սահմանա ինչեր է կառուցել այնտեղի փրթե։ Սահման պաշտպանական գոտիներով հիացած հայտարարություն արեցին, չէ՞, այդ ակադեմիկներից Սաֆրասյանը։ Բա ումա ինքը պետք։ Հաստատ մեզ պետք չի, ոչ էլ հայ ժողովրդի։ Այդ պատմաբաններից, եթե չեմ սխալվում, միայն Ռուբեն Մելիքյանն էր կապել։ Այդ դա։ Այո։ Ես ուզ չեմ հիշում, եթե ես որևիցե մեկի անունը չտվեցի, դուք դարել եք, ես հազարներով։ Չէ, ասում են, այդ մտավորականների անունը մի տվեք, ասենք 87 տարեկան է, 87-ամյա դա Աստված մի 50 տարի էլ ապրի Ամիր Խանյանը։ 60 տարի։ Ասենք ես դեմ չեմ որ 60 տարի էլ ապրի, լավ կլինի, կաղոթեմ, Ռոբերտ Ամիր Խանյանը։ Ասենք 82-83 տարեկան կամ ավել Մանսուրյանը, Փելեշյանը այդքան, բայց երբ որ իրենց հոբելյանական համերգներն են, շատ փառահեղ իրենք ներկա են, գիտեք, չէ՞։ Այսինքն ֆիզիկապես կարող են ներկա լինել։ Վստահաբար ինչ որ խոսքել են ասում։ Օրինակ հարցակվել են հայ առաքելական եկեղեցու վրա։ Մեր այդպես բան մտավորականներ են, ձայն լսել եք իրենցից։ Մեկ ասել որ անհարմար բան է կանում։ Սպասի, երկչույներից ով ասեց։ Մեկն ասեց երկչույներից։ Ինչ երկչույն։ Շպրոտը։ Չէ։ Օպերային երկչույններից։ Օպերային երկչույններից ես չեմ լսել ինչ որ մեկ ասել, չգիտեմ։ Չէ։ Լավ, ես անուններ եմ տալիս, որ կարող են, չէ, ինչ որ գրողների միությունը կարող է միանալ եւ ինչ որ հայտարարություն անել։ Շուշանը Պետրոսյան խոսել է։ Դե Շուշանի հետ կապված ամեն ինչ པարզ է, հիմա Շուշանը པարզ չի, որ պիտի։ Չէ, Շուշանը մտավորական չէ, ել ո՞նց է մտավորական։ Պարզ է, չէ, որ դի պաշտպաներ, ով է կասկածում։ Դստերի մասին չեմ հիշում, պետք է մեկը հավաքել, գրողներ կան, չէ։ Ինչ հավաքեն, ինձ ասում են 40 անգամ զանգարի, գուցե մեկը կարձագանքի։ Խնդրել աղաչել, որ կարող է մի նախադասություն ասեք, որ չի կարելի հայ առաքելական եկեղեցու վրա։
հարցակվել։ Սա տնտեսից այդ բողոքում ես քննադատական հոդվածներ գրել եմ հայ առաքելական գեղեցկացին 12-13 տարի առաջ որ Տիգրան Սարգսյանն ուզում էր հարկային արտոնություն տալ, ես ասում եմ պետք չի։ Ես հիմա էլ եմ կարծում որ պետք չի տալ։ Չէ, Ռոբերտ Մաթևոսյանն էլ կարող էր բա ուրա։ Ժողովրդական երկիշների շարքեր բաներ։ Չէ, այսպեսին է։ Հիմա կարող եմ մենք մեզ լավ չենք ճանաչում, պարոն Բագրատյան։ Շատ դաժան բաներ չասեք, բայց այնց ռետորիկ հարց եմ տալիս։ Դե հիմա դու ինձ գրգռում ես, ես հիմա բացնես նրան, որ մի հատ դու ասա, մի հատ կոպիտ խոսք ասեմ, նորից դատերի շղթան մեռանք ես դատերի մեջ։ Ես շատ ռետորիկ նուրբ հարց տվեցի, ինչ ասեցի, ասում եմ, կարող եմ մենք մեզ լավ չենք ճանաչում։ Ցածր ձայնով էլ հարցնում եմ։ Չէ, Անժելա, չէ, դες բան չմտածես։ Լավ ենք ճանաչում։ Այս ազգը հաղթել է։ Մի մարդը կարա փոխի։ Մի մարդը կարա փոխի։ Այս ազգի միշտ այդ անհատներն են փրկել։ Հիմա այդ անհատների տեղերն էլ ոնց որ գիտի, սրբազաններին փակել է Վարդան Ղուկասյանը, տեսակ վեր կացավ։ Վարդան Ղուկասյանը, տեսակ ինչ լիդերի հատկություններ ունի, առաջնորդի հատկություններ ուներ։ Մարդը վեր չեր կեն, մենակ ասեն գալի եմ ձեր փողոցը կառուցեմ, ասում էր ձեզ տեր կանգնեք, մեզ պետք է տեր կանգնեք, ռուսական բազան որ անում ենք, ով է մեզ տեր կանգնելու։ Մարդը շատ կոնկրետ քաղաքական բան հարցեր է, չէ՞ նաև բարձրացնում։ Ազգային հարցեր է, չէ՞, որտեղ է հիմա Վարդան Ղուկասյանը։ Լավ էլի, հիմա ինչ։ Որտեղ է Վարդան Ղուկասյանը։ Մի քանի ամիս էլ թողնս թե ինչ է, հիմա ինչ անենք։ Չէ, հետո Սամվել Կարապետյանը որտեղ է ամենամեծ բարերարը։ Սամվել Կարապետյանը իր փաստորեն ամբողջ այդ կարողությունը դրեց այդ իր վրա վերցրեց այդ բեռը, այդ դժվարությունը, դրեց դժվարության տակ, եւ ես վստահ եմ որ Սամվել Կարապետյանը հաղթելու է։ Վարդան Ղուկասյանը հաղթելու է։ Էլ Բաքվի բանտի, դիր, Մարիամ, Բաքվի բանտում մեր գերիների մասին էլ մոռա բան չկա, ձայն չկա։ Աննամոթի պես է խոսում ենք, երկիրը զարգացրել ենք։ Արցախի համար այն որ մենք ենք արել, ասում ոչ մեկ չի արել։ Դուք սենց տեսել եք սենց բան։ Ոչ ոք չի արել, ճիշտ ասում։ Ինքը Արցախը հանձնել է, ուրիշ ով էր Արցախ հանձնել։ Չէ, դե լավ բան որ այնքան որ ես եմ արել։ Հանձնել ենք լավ բան է համարում։ Ասում առոք բարոք Հայաստանում ապրում եք, ինչ եք ուզում։ Բան չի չենք ապրում, այն հա։ Ուզում եք սաղիդ մտքիդ կար փախնելու, Են էլ ես եկա ասա, դե սաղիդ մտքիդ կա փախնելու, արի ես տամ Արցախը դուք փախեք։ Բա Հայաստանը, հիմա ոնց որ Հայաստանի վրա է կենտրոնացել։ Հիմա Հայաստանը։ Բա ինչ կանի։ Դե Հայաստանը դե հիմա գիտեք ինչ կա, Հայաստանը չի կարողանում մարսել։ Չի կարողանում մարսել։ Հայաստանը պաշտպաններ ունի, Հայաստանը չի կարողանում մարսել։ Մենք տեսեք բողոքում ենք Մեղրի բան Միջանցկա, իհարկե տենց է։ Ինքն էլ ասում է, չէ, ընդ ինչ իշխանություն գրել են։ Բայց նույնիսկ Տրամպը Պարոն Տրամպ ասել է լրիվ մի տուր ես ինչ ասում եք, այն ինչ ասում դու տալիս ես, մի երկու բան գրել էր։ Հասկանում եք, նա չի որ սաղ մեր թշնամին էր էլի։ Դե եթե բայց մարդին իրա թշնամին է, իրան ոչ մեկ չի կարող է օգնել։ Հա, դե հիմա ժողովուրդը որոշել է։ Դա ինքնին հասկանալի։ Տեր չկանգնի, ոչ մեկ չի, այդպես չի լինում էլի։ Հիմա կարող է մի անգամ մեր բախտը բերել է ռուսները բան, ամեն անգամ այդպես։ Չէ, չնայած այն ժամանակ մենք կա այն տղերք Այնպես չէր էլի որ ռուսներն, բայց այդ գիտակցումով տղերք ունեինք, չէ՞, անհատներ ունեինք։ Դարասկզբին էլ, նախորդ դարասկզբին էլ, էսել կային այդպիսիք։ Լավ։ Շատ բանի տոնը մի բանի մեջ մի եղի, նեգատիվի մեջ շատ մի եղի, Անժելա, կանցնենք եթան ինչ ասեմ, էս էլ փորձանք էր։ Ռուսաստանը Բայց զատո Իրանից հետո պատկերացիք ինչքան լավ, առաջիկա 100 տարում մենք ուրիշ դավաճան չենք ունենա։ Հա։ Հա։ Բոլորի հասցեները արդեն ունենք, հա։ Կարծում եք։ Դե որտեվ մի հատ տեսան էլի։ Օրինակ հիմա ենթանենք, ասենք թվում է թե անկեղծ ասում, հետո բերեմ կոնկրետ օրինակ Տիգրան Խզմալյանը խոսում է դժգոհում է Նիկոլից, ասում է գարշահոտության մեջ ընկար, չեն գնում Եվրոպա։ Բայց կա Հրանտ Բագրատյան, չէ, որ ասում է գուցե Տիգրան Խզմալյանը ինչ որ բանի մեջ ինչ որ բանի համար պետքա կանա, չգիտեմ, ռեժիսոր է ինչ է։ Այդտեղ էլ է բանի պետք չի։ Այդտեղ էլ երևի չունի։ Չի լինում, արդեն թե միտեղ անտաղանդ է մյուս տեղում։ Չի ստացվում, բայց ես ձեզ ասում եմ ժողովուրդ, ես ձեզ ասում եմ որպես մտավորական։ Եվրոմիությունը քանդվելու է հաստատ։ Մենք այդտեղ անելիք չունենք։ Մենք մտնել ենք Եվրոմիություն, մենք հրաժարվում ենք այնպես բաներից, որ մենք հայտնվում ենք այնպիսի տարածքում, որ մեզ կոչնչացնեն։ Եվ Եվրոպան էլ հասկանում որ իրան դա պետք չի։ Այսօր այդ ընդլայնման կոմիսար հայտարարություններ արել Հայաստանի եւ Ադրբեջանի մասով, այդ հայտարարությունը ցստակ բխում որ լավ այրքսով առաջ գնում եւ այլն, ոչ մի խոսք դեպի մեզ Եվրոպայի ընդլայնման մասին պետք է չի գնանք միտեղ, որտեղ ոչ մի զարգացում չկա։ Իմիջիայլոց գնաց բարձր քանշանի բանի արժանացավ Նիկոլը,
թուրքական, թյուրանական, չգիտեմ ոնց ասեմ, Ղազախստանում գնացին գցեցին վզը, բաներ Զելենսկու նման էր, հիշում եք, որ մի ժամանակ գնմեր ուր գնմեր, կա բաներ, խաղացապ էին տալի, բաներ մեդալներ գրում էին։ Կաթողիկոսը Եսայա Հասան Ջալալյանն էր, ով էր, որ հրաժարվել էր Սուլթանի տված ամենաբարձր պարգևից։ Չէ, հիմա այս արևմտամետները ձեր մատնանշած կամ իմ մատնանշած Արման Բաբաջանյաններ, չգիտեմ Խզմալյաններ, Խուշուձովներ, եսի ինչեր, այն որ թուրքից ավելի շուն էր, շնից ավելի թուրք էր, ինչ էր թուրքի շուն էր ուզում, չգիտեմ, դες մարդիկ կային։ Օրինակ հիմա ինչ են ասելու, այն ասում էին, Ռուսաստանը հետամնաց հետխորհրդային երկրները Ղազախստան գնացել մեդալ է ստանում, բա Եվրոպա էր տանում, չէ՞, մարդը ոնց որ, հա? Հիմա կոմոտով ասե, որ մենք վիբրնա կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Դուք։ Ահա։ Տոկայով ով է թուրքական աշխարհից։ Ուրեմն Նիկոլ ինչ է ընտրում։ Ուրեմն ձեր մեդալները որոնեք թուրքական աշխարհում։ Գերակ։ Դե դրանց եմ ասում, էլի այդ խուրշուդը որ պաշտպանում էին սենց եկել արեմցան արժեքներ, Արամ Զավենի Սարգսյաններ, բայց իրանք չեն հրաժարվում թուրքականի միջը։ Հիմա արդեն իսկապես ինչ ճիշտ էիք ասում։ Հիմա Արամ Զավենի Սարգսյանն ասում է մեր ապագան, դու թուրքական բժիշկ, մենք մեր բժշկությունն է, մեր ապագան, Թուրքիան ճամփեն, ուտելիքը, բան, Թուրքիան է։ Պաստորեն էսա ճիշտ էր էլի, ինչ եւ 40 միլիարդ դոլարի ատոմ կա սարքելու Թուրքիա։ Չգիտեմ։ Ոնց էլ հաշվել 40 միլիարդ դոլարի, եթե մի ատամը, ասենք $40 հաշվենք, հա? $40, հա։ Այ պարոն Բագրատյան։ 40 անգամ 10 միլիոն, հա? Հա։ Եթե մի ատամը հաշվենք $40, արա այդքան թուրք չկա, այդ սաղի ատամները պիտի գնա սարքի։ Եվ վերջին թեման, բլեֆ է արդյոք սա խաղաղություն, Թրամփի պլանը Ուկրաինա-Ռուսաստան, թե ոչ, ինչ է տեղի ունենում եւ ինչ ընթացք եւ զարգացում, նոր տարածք էին, հա, ոնց որ ազատագրել։ Մարիամ ուղարկեցիր ինձ ռուսները։ Վերադառնանք 22 թվականի բանին, որ ասի շահ իզուրեր Ռուսաստանին գրգռեցին, բայց ասի կլինի շատ դժվարին ծանր հաղթանակ։ Այո։ Այն ժամանակ պրոռուսականները գտնում էին մի ամսից ամեն ինչ կվրճանա, իսկ հակառուսներն ասում էին Ռուսաստանը Հիմա արդեն իրենց հիշեցնում եմ, ասում մենակ պարոն Բագրատյանն ասեց, որ երկար կձգվի սա, որ այնքան հեշտ չի լինելու։ Հիմա Թրամփը ռեալիստ է։ Թրամփը հաշվում է սենց, ասենք Ուկրաինայում քանի զինվոր է մնացել։ Մնացել է բոլոր բաներով հանդերձ մոտ 770,000 բանակ, այսօր կարող է կռվի։ Մնացել։ Քանի հատ արկ, քանի հատ ինքնաթիռ, քանի հատ ԲՊԼ-ա, տես Ուկրաինան աշխարհում երկրորդ պետությունն է, ԱԹՍ-ներով առաջինը Ռուսաստանն է տարեկանի վիճակի արտադրելու 50 միլիոն հատ ԱԹՍ։ Իսկ մենք կրճատում ենք այն Մխտար Հարապետյանի բյուջեն 44 միլիարդ դրամից 38։ Ես սա կարամ ասեմ, որովհետև բաց ինֆորմացիա տված է մամուլում։ Սա նշանակում է, որ հայկական բանակը ընդհանուր 6 միլիարդ դրամը 12 միլիոն դոլար է, ասենք հայկական բանակը չի ստանա մոտ 20,000 ԱԹՍ։ Այն որ ռուս զինվորի կողքին ԱԹՍ-ները կախած են, 6-7 հատ, արդեն ավտոմատը չի ձեռին կախած։ Հաշվում է քանի հատ տանկ կա, քանի հատ տանկ կարան տան, քանի հատ կարան արտադրեն տան։ Այստեղից էլ գրում է Ռուսաստան։ Դեմը դնում է մոտ 1 միլիոն զինվոր, վստահում Ռուսաստանը ռեգուլյար բանակը չի տանում կռվելու։ Երեխեքին չի տանում Ռուսաստանը։ Հաշվում է տանկերը, ինքնաթիռները, հիմա Փարքասու ռազմաճականում հայտնվել է շուրջ 20-57 ինքնաթիռ, ոնց խփել հնարավոր չի։ Ինչ ձև ուզում եք արեք։ Հաշվում է ԱԹՍ-ները, հատկապես ԱԹՍ-ները, որ այդ շախիդներից հետո ռուսները ինչ հաջողություններ ասան տեխնիկայի ասպարեզում, ու գցում բռնում, որ ամսական մինիմում 200, մաքսիմում 540 կիլոմետր ռուսներն առաջ են գնալու։ Հասկացաք։ Հասկացաք։ Ռեալիստ մարդ լինելով, ասում է, արի խաղաղություն կնքենք։ Եվրոպան էլ ասում է, ախր որ խաղաղություն կնքվեք, այն ինչ որ ռուսները գրավել են, մնալու է իրանց, ուրեմն Եվրոպան պարտվեց։ Մակրոնին ինչ կա, Մերցին ինչ կա, Ստայմերն ինչ կա, նո Ստամերը Մեծ Բրիտանիա վարչապետը Բրիտանիայից Եվրոմիության անդամ չէ, կամ Մելոնին ինչ կա, էմոցիոնալ խոսքեր են ասում։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հենց խոսում, որ կռվող բազելնի կամ տերորիստական կազմակերպության ղեկավար չէ, ստիկին մի հատ նստի հաշվի։ Մարդիկ չեն ասում, օրական 1000 հատ ուկրաինացի է սպանվում է։ Այս որ ասում են 770,000 միլիոն էին, միլիոնից ավել էին։
պատերազմի սկզբից 1,200,000 են հավաքագրել։ Այս մարդիկ չկան։ Առնվազն 430,000 մարդ է զոհվել։ Իսկ որոշ բաներ ասում են ավելի քան 800,000։ Ջեֆրի Սաքսի հարցազրույցներ լսում, այդ ֆոն դեր Լայն մասի խոսեց, ասեն, «Վա, այդպիսի այլանդակություն հրեշտ մի դրա անունը, այսինքն իրենք էլ են հասկանում, թե դա ինչ տիպ է, ինչ է անում, էլի»։ Ես չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, ինչ է նրա ածականանն ինչ է, ես բանից հետո քեզ կասեմ։ Ներկայացնել որ ինչ հրեշավոր գործունեությունն է, էլի, դա ասում էր, ուղղակի ինչ չարիք է մոլորակի եւ ով է դա։ Հիմա ինչ է, ինչ է գուզում։ Վերջին հաշվով այս պայդրությամբ ռուսական բանակը գրավել են տարածքները, որտեղ բնակչության մեծ մասը ռուսներ էին, էթնիկ ռուսներ։ Ինչ է գուզում։ Եթե համառեն պատերազմը կընդլայնվի եւ կտարածվի հարավում Նիկոլաևի մարզի եւ Օդեսայի մարզերի վրա։ Եվ Ռուսաստանը կգնա կմիանա Մերձդնեստրին, ցամաքային ճանապարհով։ Այդ կշարունակվի եւս մի տարի, 2 տարի, 3 տարի Խուրշուդ Հովսեփյանը իրան լավ կզգա, Ռուբեն Մերաբյանը նույնպես բավարարված է, մտքի գիգանտը։ Մի մտքի գիգանտ էլ կար վերջերս լսեցի։ Մտքի գիգանտը իսկապես Ստեփան Գրիգորյանը։ Վա։ Ասում ոնց կարելի է պատկերացնել, մոտարապես sense ասում, խաղաղություն, ինչ խաղաղություն, ագրեսորի հետ ինչ խաղաղություն։ Վախեք գնացիք խաղաղության Ալիևի հետ։ Վա։ Այ, ահավուրա։ Անժելա ջան, սրանով ավարտենք։ Այո։ Ես շնորհակալություն, կարևոր բան ասեցիք, որ հոգևոր խորհուրդ հրավիրելու ժամանակ կարգալույց անի եւ ազատի իրենց թեմերի ղեկավարի պաշտոնն առաջնորդների դիրքից։ Անպայման։ Շնորհակալություն։